Բարևներ ձեզ, շուտով հիմա կսկսեմ 1 վայրկյան միայն։ Alright, saved messages. Բարևներ ձեզ, շնորհակալ եմ, որ միանում եք, քանի որ Ages հարցակումների տակ է hence live վիդեոները ինչ որ սահմանափակումներ են դրված, որովհետև նախորդ live-երիս ընթացքում ինչ որ սատանային սպասարկող սատանայիկներ անընդհատ ինչ որ տենց կոճակներ են սեղմելիս եղել, բան որ չխոսեմ եւ այլն ու այդպես ծանուցում չի գնում մարդկանց, երբ որ իրենք ցանկանում են դիտել live-ը, իրենք չգիտեմ որ էս live-ը դրա համար ես փորձում եմ այսպես հնարավորինս տարբեր ճանապարհներով տարբեր վայրերում այսպես ասած ես դնեմ այս հղումը, որպեսզի մարդիկ կարողանան միանալ։ Վարկեն միայն։ Մի հատ այստեղ էլ գրեմ եւ վերջ։ Voilà. Սրանք միացրած են։ Okay. Բարևներ ձեզ, շնորհակալ եմ, որ միանում եք, այսօր խոսելու ենք ներքաղաքական երկու գլխավոր թեմաների մասին, գեոքաղաքականը արդեն դրա հետ առնչվող ծիրից ներս կփորձեմ ներկայացնել, բնականաբար երկու գերխնդիրներ են այն, որ Եթիմը հրապարակել է ինչ փաստաթղթեր, որոնք բնականաբար ցույց են տալիս, որ ինքը բոլորին ստել է, որ մենք 2019 թվականի ամառվա դրությամբ ունեցել ենք շատ ավելի լավ առաջարկ ԵԱԿ Մինսկի համանախագահողների կողմից, որի պայմաններում Արցախը իր ինքնավարությունը առնվազն կկարողանար պահել եւ այդ ողբերգական աղետը, որը տեղի ունեցավ մեր դեմ, մեզ հետ, այդ ձևով տեղի չեր ունենա եւ դրա շուրջ արվել են հայտարարություններ բոլոր նախկին նախագահների աշխատակազմերի կողմից ես այսօր շատ այսպես ընթերցելու եմ լրատվա հոսքից Սպուտնիկ Արմենիան օգտագործելով որպեսզի մեր կյաժ ընկերները կարողանան մեզ լսել իսկ մեր կյաժ ընկերներին իմ վրա պախան ուղարկող քաջիկները տենց մի քիչ վատ զգան դանոսներ գրեք երեխեք ջան, որովհետև ձեր շեֆը ձեզ դանոս գրելու համար է փող տալիս ու դրանով դուք սիլիկոնի փող եք աշխատում։ Անցնենք առաջ։ Երկրորդ հարցը, որին ես անդրադառնալու եմ, որը շատ ցավոտ է ինձ համար, ուղղակի էսպես ես այսօր իմացա, որ Արշակ Սրբազանին են ձերբակալել։ Բավականին քենախնդիր կերպով ԱԱԾ-ն է դա կատարել, ԱԱԾ եւ քենախնդիր այս երկու այսպես բառերը մեկ նախադասության մեջ դնելով ստանում ենք առանց Ֆաբերժե ԱԱԾ դուք ԱԱԾ չեք, դուք զիբլանոց եք, դուք ոչխարանոց եք, կրիսանոց եք, տառականանոց եք, ինչ որ օց եք, որովհետեւ ոնց ասեմ շատ այսպես ձեզ էլ է օգտագործում, բոլորին է օգտագործում գեոքաղաքական շատ վատ եւ շատ հեռուն գնացող նպատակներով, որոնց մասին ես երբեք չեմ զլանալու, երբեք չեմ հոգնելու ասել, որտեւ այն ինչ որ նա կատարում է կաթողիկոսի դեմ, դա Մերժիշ Սերժին օպերացիա 2018-ի դասարանից, 2018-ի վերարտադրումը ներկայումս Հայաստանում տեղի ունենալու, Շինծու ընտրությունների օրակարգով, որը վերավաճառվելու է ողջ հայ ժողովրդի
ժողովրդի վերակապ չունի, որտեղ է բնակվել լինելու այդ հայ ժողովուրդը, Սփյուռքում լինես կամ Հայաստանում կապ չունի, դա ներկայացվելու է որպես ժողովրդավարության բաստիոնում հերթական հաղթանակ եւ նույն ենթատեքստով, ինչպես որ այդ թատրոնը 2018-ին բեմադրվեց Արցախի հանձնման գերնպատակով գեոքաղաքական, նույն կերպ առանց չափազանցության, առանց հետ պահելու, ոչ ավել, ոչ պակաս, այս թատրոնը առաջիկա 2026-ի ընտրություններ կոչվող թատրոնը նախապատրաստվում է, որպեսզի հանձնվի ողջ Հայաստանը։ Եվ ես շատ կուզենամ, որ եսիմինչաբանները, որ գնում են եսիմինչագիտական եսիմինչություններ են դուրս տալիս եսիմինչազլմներում, որոնք հավակնում են, որ իրանք մամլոմիջոց են, անկախ երկրի, անկախ մամլոմիջոց են, անկախ որևէ քաղաքական ուժերից, կոլեգաներ ջան, կոնին դրված է ողջ Հայաստանի տարածքը, կաթողիկոսին թիրախավորում են, որպեսզի հետո հասնեն նրանց ում պիտակավորել են նախկիններ, այդ մեծ ինֆորմացիոն պատերազմի շղարշի ներքո 2018-ին կատարված, եւ հետո ողջ մտավորականությունը, ովքեր որ անգամ եթե ավելի ուշ կհասկանան, թե ինչ էր կատարվում, կփորձեն որևէ ճիգ գործադրել, նախազգուշացնելու, խոսելու, որ մեզ խաբեցին, հանձնում են, մեզ կոտորելու են եւ այլն, ապրիլի 24 1915-ը վերարտադրվելու է Երևանի հրապարակում։ Եվ հետո գլխատված իր էլիտայից զրկված լավ թե վատ արդեն կապ չի ունենա, որ կողմում էին, ինչ ընտրություններում էին, ինչ թիմում էին, ում հետ դաշինք կապեցին, ում հետ միացան, ումից նեղացան, ինչպես էին տեսնում իրենց ապագան իշխանության շարքերում կամ ընդդիմության շարքերում, այդ կետից անդին այլևս էական չի լինելու, որովհետև բոլորիդ գլխատելու են, եկեղեցով կսկսեն, վեհապարով կսկսեն, ինչպես որ հիմա արքեպիսկոպոսներով, Արշակ Սրբազանով, քահանաներով, հոգևորականներով, եկեղեցիները գլխատելով առաջ են գնում, որպեսի ճանկերը հասնի սատանայի կաթողիկոսին, գլխատեն էջմիածինը եւ անցնեն ապա ամբողջ մեր քաղաքական էլիտային եւ նրա հետ ասոցացող արդեն կկոչվի ոչ թե ընդդիմադիր հայացքրող հայերին, Հայաստանի բնակիչներին, այլ կներկայացվեն որպես ազգայնական, ծայրահեղական գաղափարներ ունեցողներ եւ ավելի մեծ պառակտում տեղի կունենա այդ պահից ի վեր, որովհետեւ արևմտյան վճարմամբ գործող ուլտրանացիոնալիստ, ուլտրա իբրև թե լիբերալ թվացող ինչ որ բազում, որ 2026 ընտրություններից առաջ իրենք դաշտը լցնելու են, արդեն սկսում են լցնել, սրանք են լինելու մի կողմից, մյուս կողմից այդ մյուսները, որոնք ում այլևս չեն որակավորի որպես ընդդիմադիրներ, այլ ասած այս թավշի գլխավոր սոխակներից մեկը 2018-ից ի վեր Գարպիս Փաշոյանը, որի մոտ ոչ մի իրան հարգող եւ իրան ընդդիմադիր հայտարարող մարդ չպետք է գնա հարցազրույցներ, չպետք է տա, իրանից հարցազրույց չպետք է վերցնի, որտեղ որ թավիշը արել, ինքը պետք է ձենը կտրի Եռաբլրույթ դարպասի առաջ, բերանք սիվայր, պարկի դարպասների առաջ ու ողփա, որ իրպես լակոտ շան էշությունների պատճառով, անկապ թավշա բնգստոցների պատճառով շատ ավելի արժանավոր զավակներ հայ ազգի Եռաբլրում են հայտնվել եւ այդ գերեզմանոցը կպղծվի թուրք հրոսակների կողմից, ինչպես որ Սիրիայում պղծվում է Սիրիայի արաբական հանրապետության կայացման պատմության հետ որևէ կապ ունեցող զինվորականների, ռազմական գործիչների, պետական, մշակութային, դիվանագիտական գործիչների գերեզմանոցները, հուշարձանները, ամբողջը պետք է ջնջվի, ամբողջը պետք է վերանա։ Դա վերացնելու են Կարպիս Փաշոյանը, թող գնա բերանք սիվայր փռվի այդ դարպասի առաջ, իրա ձենը կտրի, վերանգնի տեղը ու չխոսա։ Ինքը անվանեց բոլորին 2018-ին ռազմահայրենասեր շիզոֆրենիկներ, որը արդեն իսկ Երևանում այդ պահի դրությամբ իշխանություն հաստատած թուրքական իշխանությունները ոչ թե թրքամեդիանով վերջացող ազգանուն կրող հայ իբրև թե իշխանություններ, 4-րդ հանրապետություն կոչվող, 4-րդ հանրապետությունը Հայաստանի հանրապետություն չի լինելու։ Իթիհադ վեթերակե ալնելու։ Լինելու է ընդարձակված, ընդլայնված թուրքական հանրապետություն։ Քումհուրիեթ ալնելու։ Ու այդ քումհուրիեթում նրանց արդեն կորակավորեն որպես ահաբեկիչներ։ Իսկ ահաբեկիչներին պետք է գլխատեն, վերացնեն։ Հատկապես շատ առաջին բացումը լինելու է այս
Էտապի ցեղասպանության Գրիգոր Զոհրաբների հետ հաշվեհարդարը հնարավորինս հանրային միջոցներով, ինչպես որ նույնությամբ տեղի ունեցավ Սիրիայի կարևորագույն քաղաքներում, եւ մինչեւ հիմա շարունակվում է տեղի ունենալ Դամասկոս, Հալեբ, Հոմս, Լաթակիա, Տարտուս։ Այս շղթան ես այսօր ներկայացնելու եմ գեոքաղաքական իր բոլոր ծանր հետևանքներով, ըստ այդմ Հայաստանի Հանրապետության գեոքաղաքական շահերին վերաբերվող, ընտրություններին վերաբերվող, Արցախի խնդրին վերաբերվող, շատ այսպես հնչեղ հայտարարություններ է արել Եվրոմիության ներկայացուցիչը, ես կկարդամ այդտեղից հատվածներ, բայց ես ուզում եմ սկսել բնականաբար եկեղեցու դեմ այս հարձակումից, որը բնականաբար օրենքի հետ որևէ աղերս չունի, ես իսպառ չեմ կարողանում լսել որևէ ընդդիմադիր կոչվածի, ով հեռուստաեթերը նվիրում է իր ժամանակը նվիրում է բացատրելու, թե այսինչ հոդվածով, այսինչ հոգևորականին, այսինչ վայրից բերման ենթարկեցին, որովհետև նա այսպես, նա այնպես։ Ես կրկնում եմ, սա Թավիշի շարունակություն է, ինչպես որ Մերժիր Սերժին էին անում 2018-ին, հիմա սա մերժում են Հայրապետին, վեհափառին են մերժում, որպեսի հանձնվի Հայաստանը, ով որ կզլանա, որ վախկոտություն կանի հասկանալու ինչու է սա կատարվում եւ բացատրելու, լինելու է նույն շոկի մեջ, ինչպես որ այն արցախահայ էլիտան, որը կարծում էր, որ Նիկոլի հետ փշի խաղալով եւ զամբյուղներով Արցախի անմահական ուտելիքներ եւ բարիքներ նրան ուղարկելով ու նրա անարժան քադին ուղարկելով, իրենք ինչ որ այսպես հավելյալ ուշադրության են արժանանալու։ Ինչ որ այլ կերպ, ինչ որ այլ որակի ժողովրդավարի, չգիտեմ ինչական կառուցվածքներ կան, ինչ որ տենց երկնքից ընկած այնպիսի մանանա կա, որը արդեն Արցախում երկնքից Աստծուց տրված պարգևները չեն բավարարել այդ Արցախահայ էլիտային, իրանք ինչ որ ուրիշ կարգի մանանա էին փնտրում։ Եվ այդ մանանան կոչվում է Բաքվի բանդ։ Եվ մեր հոգևորականներին բանտարկելու են, դրսից գրվելու է Քումհուրիետ թուրքական։ Թուրքիայի հանրապետությունում գտնվող բանդ, ռազմահայրենասեր շիզոֆրենիկ, ահաբեկիչ հայ հոգևորականների համար, ընդ որում հոգևորականների հանդեպ, նրանք կձեռնարկեն այլ որակի, ավելի դաժան հաշվեհարդար, ոչ թե որ մեր հոգևորականները դրանից վախենում են, այլ այն սատանան, որ այդ նպատակով է այդ գործողությունները անում, նա իր վախերը այդ կերպ է արտահայտելու։ Եվ հիմա առավել քան ժամանակն է, որ ամեն հոգևորականի գրությունից ես ուղղակի զգամ, որ դուք հասկանում եք այս խորքը, չկա Էջմիածին, չի կարող լինել Կոստանդինուպոլիս, չի կարող լինել Աստծո արքայություն եւ արդարության հաստատում Երուսաղեմում, ով որ կզլանա հասկանալու մեր առաքելությունը, որը դարերից ոչ թե դարերից եկած է, այլ հավիտենականությունից եկած եւ դեպի հավիտենականություն գնացող է։ Դուք ձեր պղծությամբ, ձեր անհամեմատելի, անընդունելի որակի մեղքեր գործելով, կատարելու եք կույրերը առաջնորդում են կույրերին օպերացիան, որով եւ որոշ հոգևորականների բերանից, որ հուսամ բոլորը այսպես ուղղակի մասսայական իրենց կարգալույծը պետք անել, դրանց հետևից գնացող հայ քրիստոնյաները, բոլոր աղանդավորները, որ մեր քաղաքացիներն են, մեր հայրենակիցներն են, մեզ որպես հայ առաքելական քրիստոնյա ազգի ներկայացուցիչների վրա անկախ նրանից ով իր կյանքի ընթացքում ինչ աղանդի հետևորդ է որոշել դառնա, ով է իր ուղեղը կերել ինչ ձևով, որովհետև Անենց մարդիկ են կաթողիկոսի անուն տալիս, որ ոչ պատարագը գիտեն ինչ է, ոչ հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, ոչ բան է, որտեղ իրենք ոգևորվում են, կարգալույծ լինելու արժանի եղած, հայրենիքը թուրքի ոսկու դիմաց փոխած, կամպրամատի առաջ ծնկները թուլացած չակերտավոր հոգևորականների հետևից գնալով, իրանք իրանց վրա այդ
Պարտականությունը որպես հայ առաքելական եկեղեցի ներկայացնող ժողովուրդ շատ ավելի ծանր է լինելու։ Սպասումը նման հավատք կրող ժողովրդից ավելին է եւ ուրեմն պատիժն էլ ավելին է։ Պատիժ չէ, փորձություն, ոչ թե ինչ որ մեկը դագանակով հետևներից է, փորձություն, այսինքն այն պահին, որ երբ մարդը կհասկանա ինչպես եղավ, շատ ուշ է լինելու։ Եվ իմ խնդիրը միշտ եղել է գեոքաղաքական վերլուծություններ անելիս, ամենը ասելիս կամ հուզվելիս կամ խոսելիս կամ ապրումներ ունենալիս, որովհետև ես ուզում եմ, ես հավատում եմ, որ հաղթանակը մերն է լինելու։ Որևէ կասկած չունեմ։ Բայց այդ հաղթանակի գալու պահին ես ուզում եմ շուրջս կանգնածներին տեսնել ողջ առողջ նրանք, ովքեր իմ ժամանակակիցներն են եւ հիմա ապրում են Հայաստանում։ Ես ուզում եմ, որ այդ մարդկանց ոչ ոք չկոտորի։ Ինձ ուրիշ ոչինչ հետաքրքիր չի։ Համար չի կարելի ասել, վայ, այս ինչ հոդվածով բերման ենթարկեցին, վայ, այսպիսի տեսանյութ է պատրաստվել, վայ, այս մի տեսանյութի տակ այս ինչն է գրվել։ Վայ, 10 տարի առաջ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի հոգևորական, ինչ-որ մեկի հետ խոսելիս, ինչ-որ ձայնագրություն է եղել, վայ, այսինչ չգիտեմ ինչ։ Այդ ամբողջը հենց գունավոր հեղափոխության բոլոր տարբերանիշերն են, ինչպես որ այդ աղջիկները, որոնք իբրև թե ինչ-որ ինչ էին անում, ինչ-որ երթևեկության նշաններն էին ինչ-որ փակում, ինչ-որ կարմիր գծերից էին բողոքում, ինչ-որ մենք ենք մեր երկրի էին գոռում, դմդմփու էին գոռում, ինչ-որ այդ ամենը զուգակցված էր ահավոր ինֆոպատերազմով, այսինքն այստեղ առհասարակ կասկած չկա, ինչու անգլիական, թուրքական եւ իսրայելի սիոնիստական օղակներ, հատուկ ծառայությունները Հայաստանում այս զռլամա ապուշությունը պատրաստելիս հատուկ ընտրել են այնպիսի զույգի, ում իրենք բուծելու պահել են որպես դեղին մամլո մասնագետ, այսինքն երկու անասուններ, որ ուղղակի բամբասանքներ ստեղծելով, բամբասանք տարածելով, բամբասանք վաճառելով, ինչ-որ բան են դարձել։ Իրանք լրագրող չեն, լրագրողությունը նման սաբոտաժ, շանտաժ, ինչ-որ դա լրագրողություն չի։ Իզուր չի, որ նման մարդկանց են դնում, որտեղ նման մարդիկ գիտեն ինչպես մանիպուլացնեն ինֆորմացիոն դաշտը, իրենք վաղուց Թուրքի գործակալ են, ես այդտեղ որևէ կասկած չունեմ։ Իմ խնդիրը նման տակտիկա օգտագործող ճակերտավոր ընդդիմադիր շարքերն են, որոնք նույն մեթոդներով, ինչ-որ ապուշություններով են զբաղված, ու մեր բոլորի թանկագինագույն ժամանակն են վատնում, ինչպես նաև թանկագինագույն հայոց հողն են հանձնում եւ մեր հայրենակիցներին դարձնում են անտուն, բնավեր, տնավեր եւ մեր հայրենակիցներին դարձնում են Բաքվի բանտի բնակիչներ։ Այնպես որ ես այդ կոմպլեքս աтличника, որ համարյա բոլոր հայկական մամլոտիրույթներում եմ տեսնում, ես դրանով չեմ տառապում, ես գտնում եմ, որ դուք էլ չպետք է տառապեք, չգիտեմ ինչա դրա համար պահանջվելու։ Բայց այդ ինֆոպովոդները, որ Նիկոլենք են գցում, այդ ուղղությամբ պետք չի վերլուծել, լուսաբանել որևէ բան։ Դա նշանակում է, մենք գտնվում ենք իր թելադրած օրակարգի տիրույթում, մենք դրանից ավել ոչ մի բան չունենք, ու այսօր նա ինչ է հայտարարել։ Խնդրեմ։ Մի վարքյան, ես մի հատ միացնեմ։ Մի վարքյան։ Արդյոք պան վարչապետ ԱԱԾ-ն գնում է հոգևորականների մոտ եւ ինչ-որ նոր տեքստեր է առաջարկում, որ հնչեցնեն այն պատարակներին, որոնց դուք եք մասնակցում, թե ոչ։ Ես գրում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է
իմ օգնականը լինել 6-րդ դեպքում կարող է 6-րդ մարդ լինել 7-րդ դեպքում դա կախված է նրանից ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի այստեղ ԱԱՑ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով որքանով որևէ մեկին ճանաչում է Եթե նման հայտարարություն աներ որևէ Եվրոմիության անդամ երկրի վարչապետ անմիջապես նրան բերման կենթարկեր այդ երկրի ԱԱՑ-ն Եթե նման հայտարարություն կատարեր որևէ ԵՄ անդամ երկրի լսում է ժողովրդավարության բաստիոնի գլխի նստած էշ ավանակ յետի միտուլա կուտիրումերը Բայց քո նման անասուններին Մայա Սանդուներին Տիխանովսկայաներին, Զելենսկուն ու իր անասուն կնգան, կանաչ լույս է տված։ Դու ով ես կաթողիկոսի մասին այդպես խոսես, դու ով ես քիթդ խոտես եկեղեցու հարաբերությունների մեջ, դու աղանդավոր յեթիմի թուլա ես, դու սատանա ես։ Ու ես քո մեջի սատանի հետ չեմ խոսում անասուն։ Ես քո եմ, որ հələ մեջդ մի հատ ինչ-որ մարդու նշույլ կարեմ, որ պատերի տակ այսպես ստվերի պես էր համալսարանում քայլում։ Որտեղ այն ժամանակ համալսարանի Միջանցքի կենտրոնով քայլում են տղերք, ովքեր Արցախ էին գնում կռվելու։ Տարկետում են վերցնում, որ գնային կռվեին։ Գալիս են քննություններ են հանձնում, ու մենք բոլորս իմանում ենք, որ հիմա իրանք եկել են, իրանք համալսարանով քայլում են։ Դու այդ օրերին Այ Վանոյի համար դիկտաֆոնով թաքուն զապիսներ անող գործ տվող իդիոտի վաստակ։ Հասկանում եմ են թվերի սոված շունանտեր մեռնում էր դրա համար էր տենց եթիմություններով զբաղված ու քեզ Վանոնա փչացրե։ Այսօր մի քիչ Լևոն Զուրաբյանը Վանոշմանու էր գովում, մի քիչ կամաց է, ձենը իջացրեք այդ անասունությունների։ Ու եթե դուք ինչ-որ տած մաքրելու ինքնամաքրվելու խնդիր ունեք, ստե փագագծերում ասեմ, այդպես քո ձեռով ոչ թե նստի մամլո ասուլիսներ տու, այ ես ճիվաղանասուն հավի վիզը բռնեք ու ոլորեք, որ սա չկչկչ արա։ Полностью լավ էլ բերել Արցախի պատերազմել եք հասցրել, նոյեմբերի 9-ել եք հասցրել, դրանից հետո ընտրություններին եք հասցրել, սա հասցրել եք արա։ Ձեր հհշական անասուն ձեր հակ ակտիվով։ Սորոսի հետույքի մշտական բնակիչներ, ինչքան սիոնիստական նեոլիբերալ անասուն ֆաշիստական կազմակերպություն կա գլոբալիստ, 30 տարի այդ դրանց հետույքներում եք բնակվել, հիմի էլ դրուկ հայրենասիրական կնոպկեք ա սկսել ձեր մեջ աշխատել, դա տենց չի լինում։ Ուզում եք մեղագալ, այս չի վաղին այս անասունին քո ձեռով Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Զուրաբյան, երկու Լևոնով, Լևոն թակավոր, այդ կարես թակավորը ով է, թակավորը մարդը, որ ասում է սրա գլուխը գիլյոտին, գիլյոտինը շպրտում են, ընկնում է թեման փակում է։ Էսով է սենց խոսը։ Մենք էլ այս օրակարգում ինչ որ այդպես սահմանափակվենք, նստել վդրուկ հիշել եմ, որ եկեղեցի կա հակում։ Էջմիածնի դեմ այս պայքարը եւ չգե what? Դուք այնքան եք ազգը պարակտել այսքան տարի, որ հիմա փորձում եք նորից ազգին հետ միանալ, ինչորտեղ հասկանում եք, որ գոնե մի քիչ ինչ-որ տենց աղմատի նշուր կա, այս այդ թվերից գիտեմ, որ այդ անասունը ձեր զոնտիկի տակ է, ուրեմն ես այդ անասուն Նիկոլ, այն համալսարանի տարիքի, որ կա մեջդ հələ, մի քիչ մարդ, այդ դրա հետ եմ խոսում, որ շանս կա, որ մի քիչ այտենց կոյաղանա մի հատ վրան շնոր կգա, գյուլեն կքաշի ինքն իրան կսպանի սաղից լավություն կանի, Եվա Բրաունինը կարաս հետը տանես, որոշի դժող քեզ տանում ուր ես տանում, դե տանենք բանտ նստեցնենք։ Այ այս վախկոտ կենթանի փսիխապատը նման կերպ խոսում է կաթողիկոսի մասին, որովհետև աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները համաձայն են, իմացեք, ՆԱՏՕ-ի գլխավոր թշնամին արևելյան քրիստոնեությունն է։ Այ այս դասը ինչքան ամերիկյան համալսարան ավարտած, եվրո համալսարան ավարտած, ինչքան լիքը ոչ թե հին հունարեն բառեր, մոդեռն ռուսական մատ, and pure Russian մատ, այ այդ բառերով եմ ձեզ դիմում։ Դուք մինչև սա չհասկանաք, դուք էլ եք դառնալու կոտորածի բաժին։ ՆԱՏՕ-ի գլխավոր թիրախը արևելյան քրիստոնեությունն է եւ դրա արմատ Հայաստանի եւ հայ առաքելական եկեղեցին։ Ձեր հռոմի պապով, տատով, շմատով, չգիտեմ ինչ գյորմամիչներով, որ այդ մեկ չտես, Վահատիկանում կանգնեք, բալկոնում հռոմի պապը դուզ գմեց
3 ժամ կանգնում եք 2 վայրկյան չխկցնելու Facebook գցելու համար։ Այդ նույնձև եկեղեցում մենք դնում, նկարում ենք, չխկցնում ենք, գցում ենք Facebook։ Հետո գնում ենք թավիշ ենք անում, հիմի դուք թավիշ եք անում, որտեղ այդ սաղ կուտոկը, այդ սաղ մասան, հիմի յանը մենք Նիկոլի հետ համաձայն Նիկոլեիսով ասաղից կապեց, մենք չենք ուզում Արցախի հետ տենցլներ բան, հիմի թազը սեմուշկա ենք գտել։ Հիմի ինչքան sense եթե մի թուլակա, ամեն չայնիկի մեջից դուրս է գալիս, սկսում չս կաթողիկոսի անձնական կյանքից խոսել, յանը իրանք ընդեղ են մոմ են բռնել։ Այսինքն սատանի տարածած այս սատանայությունը մարդը կրկնում է, ասելով, որ ինքը հայ քրիստոնյա է, ու չհասկանալով ով է հայ քրիստոնեական եկեղեցու գլխավոր թշնամի։ Խոսքի պետք է իմանաս Արաբի ասած, որ պատուհանից է սկվազնյակը փչում, այդ պատուհանը պետք է փագես, թե ինչ որ փագում եք ընդ, չգիտեմ, ինչ որ տենց ուժերի հետևից եք ընկնում, ամեն ֆանարիկ շոուի ժամանակ եթում եք տենց այդ ֆանարիկները բռնում եք, դրոշակները բռնում եք, այս նրա նկարն եք դնում, այն նրա նկարն եք, ես նրա հետ եմ, ես նրա հետ եմ, գրողուզը դնում եք, բայց այս սկվազնյակը չի եթում, ախպե սկվազնյակը Այսպես գալիս է։ Այդ ո՞նց է տենց լնում։ Ու պետք է ճիշտ պատուհանը փակել, ճիշտ պատուհանի փակելու համար էլ ճիշտ բազարը պետք է սով այս անասունը խոսա կաթողիկոսի մասին։ Այս ամբողջ իր հայտարարությունը ծայրից ծայր քրեական օրենսգրքի հոդվածներ են եւ սահմանադրազանցություն եւ եկեղեցազանցություն։ Այսինքն 100%-անոց պեչատով սատանա է ու ինքը ունի դաբրո եւ ունի պատվեր։ Թուրքիայից ունի պատվեր, այդ որ դուք սաղը տենց գրում եք Փաշազադեն ասած, էսի Փաշազադեի հարց չի, Փաշազադեին ասող ունի։ Էրդողանին ասող ունի։ Բրիտանիայի հատուկ ծառայություններն են։ Բրիտանիան որ դարից սկսած է Հայաստանի տակը փորում ու ինչ ձևերով ու ճանապարհներով, թե դա Խրիստիանская Եվրոպա։ Իրանք մեզ վատ բան չեն անի, ասենք все-таки դե Ֆրանսիան գոնե, ինչ որ դուք հավ եք արա։ Խոսքի Ռուբեն Սևակը ինչ որ չգիտեր ինչ էր ասում, երբ որ ասեց Եվրոպան պոռնիկի մեկն է։ Դա հենց այնպես չի ասում, ինքս խոհափիլիսոփայական, խորը գեոքաղաքական վերլուծության բավականին կոնկրետիզացված բոլորին հասկանալի թեզ է, որը տրվել է որպես հանճարեղ խոսք հաջորդ սերունդներին, որ իմացեք, որ Եվրոպան պոռնիկ է, դրա հետ դուս բան մի եկել։ Դրանց տնից հարց մի բերեք в общем, էլի։ Այսինքն Հռոմի պապի ճամփորդություն Թուրքիա, Հռոմի պապը գնում է Լիբանան։ Հզբոլան իրան նամակ է գրում, որ մենք մեր երկրի սուվերենությունը ուզում ենք պաշտպանենք, բոլոր հավատքները միասին ապրեն, չէ, ինքը սիրում է Էրդողանի ֆորմատի իսլամը։ Իսկ Հզբոլային ասում է, ես Հզբոլայի նամակին միայն այսպես կպատասխանեմ, բոլոր զինված խմբավորումները թող վայր դնեն իրենց զենքերը։ Ես էլ ուզում եմ այդ Հռոմի տատին հարց տամ ամերիկացի եթիման ասունին։ Դյադ, իսկ Իսրայելի բանակը, որ տերորիստական գործողություններ է գործում Սիրիայում, Պաղեստինում Եվ Լիբանանում, ինչ չես ասում, որ զենքերը վայր դնան։ Ինքն ստերում եմ սկվազնյակը, որ դայից է փչում։ Ու Լիբանանում ինքը հանդիպում է նաև Արամ առաջին կաթողիկոսի հետ։ Բոլոր հավատքները միասին ինքը գնացել է Կապույտ մզկիթ Էրդողանի հետ, ինքը աղոթին այրեխեք, это же так прекрасно, դրուսկախոսները, պրադվինուտիները, տենց էլի են, որ սենց 2018 թավիշ են արել բան սենց, հետո 2021-ին ասել են հանրություններ գնանք, Մուզա Ռոբյանը Վարդանյանը բան, sorry, բայց իրանք սաղ, այս քաջանոցը, սաղ այդ կատեգորիաներից են, սաղին այսեն սարտիրովկա եմ արել։ Մսավաճառի խանութի պես, ես մսերա դրած, որովհետև բանականություն չունի ես կենթանին, աղբեր ջան, ինչ ես խոսում, աղջիկ ջան։ Բախես քո կնունքը հարսանիքը հայկական եկեղեցում անում, դու չես հասկանում, ով է այդ եկեղեցու գլավնի թշնամին, ինչի համար եկել, ինչի հետևից է, ինչ է ուզում։ Ինչ Հիսուսին խաչել են մարդը հարությունը առել, ընկել են հայկական եկեղեցու հետ, ինչից։ Այդ ո՞նց է լինում, որ սենց է լինում։ Ու իմենոյ կաթողիկոսի հետևից, ու բոլոր արքեպիսկոպոս, եպիսկոպոս, հոգևորականների հետևից, որոնք պահպանում են իրենց այն ինչ որ հավատքը թելադրում է։ Ու ոչ մի իշխանավորի առջև, առավել ևս թրքահաճոյի առջև, չի խոնարհվելու, այսինքն ում վրայից որ Խրիմյան հայրիկի հոտ է գալիս, ինչ-որ տենց իրանք պետք է նստեցնել։ Человек есть, статья найдется, մարդուն բռնում նստում են, հետո հոդված են սարքում։
Ու նստած հոդվածներն եք, ինչ հոդվածով, իսկ կաթողիկոսի ինչ էր, որ թվականին ինչ էր, նա երեխային է չի, դու ինչ ունես կյանք, մոմեր բռնում։ Մեծ չես հարցնում, ինչ են հիմա դաշտնել, դու առհասարակ, որ անվտանգություն չունես, բանակիդ բյուջեն կրճատած, անվտանգության ծառայությունը Թուրքի տակ է, ինչքան անտեր անասուն քած կա իրավաբանականից դուրս եկած, որ ուղեղը, ինչ ասեմ, 0.0005%-ով է աշխատում, ինչ որ տենց ուժային կառույցներում պաշտոն ունեն, Չիստը, որ բունկեր շլուխենին դանոսներ գրեն ուղարկեն, թե որ բանում ինչա կատարվում, սա տղամարդկանց այդ սովորաբար տրադիցիոն ինչ որ տենց կառույցներ, որ տղամարդիկ են աշխատում, տենց բամբաշ չի կնանիքա լցրել լիքը, ու տենց հերթով սաղն բռնելով տանում նստեցնում են։ Ես ինչի եմ ընդդիմադիր մամուլ միացնելուց պատահաբար, Աստված հեռու տանի, արդեն խաչակնքվում եմ, ինչ որ կոճակ սխմելուց առաջ։ Ես ինչ ցուցահանդեսս արեցի այս կոմենկում, միակ այսպես որ նստել հաճույքով լսել եմ, այդտեղ էլ Արշակ Սրբազանի մամլո ասուլիսը մոտ 2 ժամանոց։ Միակ նորմալ բանական միտքը եւ մի քանի այլ հոգեվորականներ ուղղակի իրան նստացրել են։ Այն որ sense հույս ես լսում, հավատով ես ներշնչվում, հասկանում ես, որ իրոք հրամատում հոգեվորականները կանգնած են, ոչ մեկտեղ չի գնում, ինքը շատ ճիշտ է խոսում, ինքը շատ ճիշտ նկարագրումներ է տալիս։ Որևէ ատելության խոսք, որևէ ոչ մյուս հոգեվորականների հանդեպ, ոչ մեկի հանդեպ չունի, որ իսկական քրիստոնյա հոգեվորական։ Մենակ այդ եմ լսել, որ շատ լավ է եղել։ Հետո մեկ էլ sense գալիս է Սուզունի Արշակ Սրբազանին, ածում բռնել է 2018 թվականին մի հատ ինքը եսիմում ասել է մի հատ ինչ-որ բան, այդ եսիմովը գնացել է միտեղ, մի հատ ինչ-որ թմրադեղ, դե թմրադեղը ինչի է դրված թեմայի մեջ, բացա դրան, որ մարդը 10 տարի նստի։ Որտեղ ոչ մի խաղաղություն, ոչ միտեղ չկա, Իրանի դեմ պատերազմը պետք է սկսվի։ Իսկ կատակ չեմ անում է, Իրան-Ռուսաստան կապը խզելու համար Հայաստանը քարտեզից պետք է ջնջվի, որպեսզի Իրանը ամբողջապես տկարանա։ Միայն Հայաստանի խնդիրը չի, այնտեղ Իրաքում են համապատասխան գործողություններ տեղի ունենում, Լիբանանում, Սիրիայում, բայց դու քանի որ շատ զբաղված եւ գնա գալիս եմ ես իմ ովքեր եք, իսկ Բլիժնի Վոստոկի ժողովուրդը որ յող դրանք ովքեր են вообще դրանց մասին մենք ուսումնասիրենք։ Մեզ դա արքիրա Եվրասոյուզը, մեզ դա արքիրա Brussels, we want to understand Paris and London, ու այն որ հարցնում ես ասում ես բալիկ ջան, մի հատ էլ ինձ ասա Եվրոմիության պետական կառավարման համակարգը ո՞նց է աշխատում, ինչպես են իրար հետ փոխգործակցում օրենսդիրը, գործադիրը, ինչպես է ժողովրդավարական համակարգը գործում անդամ երկրների միջև եւ Եվրոհանձնաժողովի միջև։ Всё, կախեց, հարցը տալիս ես, մա կախում է։ Բայց այնի բան է, Եվրոպա է, made in Europe, իսկ ստեղ յախ made in Middle East time, Middle East ոչ եմ նայելու ես, բայց զարգացած ես Պրադվինուտի եմ աղբե, ես տավիշ արած աղջիկ եմ, յո։ Իմ երեսից այդքան հազար հայ տղեկ զինվորներ զոհվել են թափվել, որտեղ ես բերել եմ խաղաղություն ռեգիոն տարածաշրջանում, ես բերել եմ ժողովրդավարություն եւ խաղաղություն։ Եվրո եսի ինչն ամ էս տենց ասել։ Ու այս հավանոցը ես բացատրեմ սիրուն միանում է հարցակմանը մեր եկեղեցու դեմ։ Ախպեր ջան, ես հիմա կարդամ հոդված, ոնց են ուրեմն հարցակվում։ Դուք եք լսեք։ Оринак, ասենք թե համապատասխան. ЕС больше не скрывает поддержку правящего гражданского договора на предстоящих выборах. Եվրոմիությունը այլևս չի թաքցնում իր աջակցությունը իշխող քաղաքացիական պայմանագիր Քեմալական պայմանագիր կոչվող եթիմներին առաջիկա ընտրություններում։ Այսի այն անդիմություն որ կա, որ ուզում եք ընտրությունների գնաք։ Ես ձեզ բառ շիվարշիվ տերև բացատրելու եմ։ Չասեք, ինքը մեզ ասում է, որովհետև инքը մեզ դեմ է, մենք ուզում ենք կրենք, ինքը չի ուզում ենք կրենք, դրա համար մենք չենք կռում։ Окей. Верховный комиссар ЕС по вопросам расширения Марта Кос ранее заявила, что РФ проводит в Армении кампании по дезинформации, и для борьбы с этим Евросоюз выделит 15 миллионов евро. Эти точно 2021 ընտրությունները ֆլաշբաք, դեժավյու է կոնկրետ։ Այսինքն գնում է ոնց են անասունի Lynn Tracy Այն որ ասում էր 2018-ի ընտրությունները եթե ժողովրդավարական էին, то 2021-ին գնա գալիս եմ ժողովրդավարական լինելու։ Ու ես դրա համար տալու եմ $20 միլիոն, ախպեր ջան, $20 միլիոն թարգմանում ես եվրո, 15 միլիոն եվրո։ Նույն փողը։ То есть ի՞նչ է փոխվել Տրամպի ու Բայդենի Տրամպասեր են Տրամպալու բանասունների միջև։ Տրամպ ինչ եկավ, ախպեր կայֆեր կայծերի փողը դուք փակվեք, որտեղ Ամերիկացիներին համոզել եմ, որ Ամերիկան իրանցն է։
որ մենք ուրիշ տեղեր փող չենք ծախսելու։ Ուշը փողը մենք ձեզ տալիս ենք, դուք եք տալիս, մենք ասում ենք Եվրասոյուզը արեց, հետո տենց հանդիպումների ժամանակ կռվում ենք իրար հետ, յանում Տրամպը նեղացած է Մելոնից, Շմելոնից, բան, յախ զզվում է այդ Մակրոնից, բան, յախ հետների չի խոսում։ Տոշնի ոնց որ Իրանին հարվածելուց, Նետանյահու հետ միասին հարվածելուց առաջ, ասում էր այդ Նետանյահուից զզում եմ, հետի որ զանգի, ասեք զանգերին չեմ պատասխանում, հետը չեմ խոսում, այսպես։ Ով որ այդ կուտը ուտի, ինքը ոչ մի բան, ոչ գեոքաղաքականություն ոչ մի չի հասկանում։ Ասում այդ մարդը նորմալ լվացքի չի անում, այդ չեմ խոսում, ասենք ամլետ սարքել։ Այսի լավ լսեցիր ընդդիմություն, точно նույն ձևի 15 միլիոն եվրո տալու են, որ շատ ավելի ժողովրդավարական լինեն 2026-ի ընտրությունները, որ չկրեցիք, քան 2021-ինը։ Okay? Բեսամ գիտեք այդ ինչա նշել, ես կարդամ ասեմ։ Глава Евродипломатика Каллас добавила, что в Армении используется молдавский сценарий для особо тупых в оппозиции. Это вот что есть эмасум. Кая Каллас ախպերջան from the horse's mouth. Իրան բերանով դին ասում է, որ ընկերջան։ Մոլդովական սցենարը գիտեք որն է։ Ինքը ասի մոլդովական, բայց քանի որ թուրքերն են, в принципе, սա տիրություն անելու այս ամեն ինչը կոկոլիկենց համար։ Այսօր տեսակ չէ, ոնց էր Հական Ֆիդանը բռնել Արարատ Միրզոյանի թաթիկը, բան սենց։ Ինչ է նշանակում։ Մինչև ընտրություններ ձեզ սաղիտ նստելու է, սաղիտ։ Այդ ընտրություններին լրիվ ուրիշ մարդիկ են ելնելու։ Այդ ուրիշ մարդիկ արդեն դաշտում կան, այդ 15 միլիոնը իրանց է ելնելու։ Թազա ֆեյք օպոզիցիա է ելնելու, էլի։ Իսկ ձեր հետ որ հանդիպում եք, որտեղ դուք բիզնեսմեն մարդիկ, ազնիվ սեփականատերեր եք բան են, որ տենց բիզնեսներ ունեք Ամերիկայում, ազնվագույն մի հատ կեղտոտ լումա, այդ սաղ բիզնեսների մեջ չկա, որ Եվրոպայում ու Ամերիկայում ունեք ու դրանից շատ հուզված չեք կարում ժողովրդական ցասումը տանեք Եվրոմիության կամ ԱՄՆ դեսպանատան դեմ կամ British Council-ի մամանեն բանից անեք բան ուտակի սահմանադրաբար քաղաքակիր տենց դու you cooperate fully ախպեր ջան դուք չեք ուզում FBR-ը ձեզ ծուրաշկով նայ իրանք ձեզ սաղ հաշված գումարած հանած դրել են հետո թուրքերը ձեզ կբռնան ոնց ասենք Ռուբեն Վարդանյանի դեպքում ասում են մենք շատ կուզենանք որպեսի նա լիներ ազատության մեջ բայց դա մենք չենք կարող հասկանում եք ադրբեջանական նավթը գազը որը պետք է ապահովի Եվրոմիության էներգահամակարգի անկախությունը եւ բազմազանությունը դուրս մղելով ռուսական եւ իրանական նավթ եւ գազը որովհետեւ պատերազմի են պատրաստվում թե Ռուսաստանն եմ թե Իրանի դեմ չի լինելու մենք հասկանում ենք ուզենենք որ նա դուրս գա բայց նավթը բալը թանկ է բալը նավթից է նավթն է թանկ է բալը թանկ է չեն կարում հանենք ձեզ նստեցնելու են այդ ինձնից նեղացած կուտոկ բանդյաց այդ քաձերին որ տենց ասում է շշին վրա բաներ գրեն քեզ նստեցնելու են էլ չկարանաս ասես ինչ գրեն իմ դեմ որտեվ ես քո կողմից եմ ոնց ասեմ շարունակում ենք Մալդավսկի սցենարի նշանակում է դուք մեյդանում չեք ելնելու դա նաև նշանակում է որ ամբողջ եկեղեցին բռնությունների բռնաճնշումների է ենթարկվելու անգամ այն համայնքներում որտեղ ինչ որ տենց ընդդիմադիր ինչ որ մեկը մի հատ պուպսիկ ինչ որ կհաղթի այդ ընդդիմադիրը անմիջապես հայտնվելու է բանտում այն ֆորմուլիրովկով որ վայ բասրան ոնց եք մոռաց ընտրություններից առաջ չէինք փագի հիմա ենք փագում okay Запад таким образом заявляет что намерен поддерживать сохранение власти ГД, применяя молдавский сценарий. Маша Джан, Лавров дядян, это вы выбрали его, Марго Джан. I want to hear your reaction. Ասենք եկել է մարդը, ասում եմ մենք այս եթիմի վաստակի պահում ենք վլաստի ախպեր 15 միլիոնը դուք ինչով եք զբաղված Շատ գեղեցիկ հայտարարություններ անելով եք զբաղված, очень помогает ձեր հայտարարությունների նման հայտարարություն. Oh my God. В общем, применяя молдавский сценарий и с помощью манипуляций закрепить победу Пашиняна. Представители правящего звена уже начали обмениваться опытом с партнерами из Молдовы. Туда недавно отправился ответственный за пропагандистскую линию ГД Хозъетим Анасунантер Ваган Алексанян. По данным издания, недавнее заявление Пашиняна о введении кодекса этики также является требованием ЕС. А сега Եվրոպական ձևի է, չէ՞, պորնիկա, չէ, ասում եմ, չէ։ Այն որ բանտ անստացնում, բայց ասում է
իմ էթիկայի նորմերը այս պահի դրությամբ ըստ իմ գեոքաղաքական գերշահերի այսպես են ստորաբաժանվել, ուրեմն ձեր քարտերը տենց են բացվել, կներեք, հոգևորականներին խոշտանգելու ենք, հետապնդումներին ենթարկելու, նրանց նաև բոլոր համայնքներին, բոլոր հավատացյալներին, ու այդ ամենը լինելու очень этично, okay, ոնց որ տրոցկիստների կողմից ռուսների ցեղասպանությունը 17 թվականից առաջ։ Իրանք սիրում են, Եվրոպան էթիկա շատ է սիրում, էլի։ Իրանք ասում են Մոլդովա է լինելու, այդ նշանակում է դուք չեք հաղթելու։ Արման Թաթոյան, ընդելով կա, Քոչարյան Ռոբերտ, кто там еще, Դաշնակցություն, եթե մտա, ես չգիտեմ ինչա մտածում Դաշնակցությունը, ինքնը չգիտի ինչա մտածում, ով է որ տենց անենց եք խոսում, ոնց որ տենց ընտրությունները։ Մեր ձևով, oh my god, how dare I forget them։ Ձեր ձևով չի լինելու, ճոճի ասում է 15 միլիոն դրել է, մեր ձևով է, Մոլդովայի ձևով է լինելու։ Ամբողջ էներգատար համակարգը դնում է ռուսների թուրքերի տակ, ռուսներից վերցնում է դնում է թուրքերի տակ, то есть դուք կոզիրներ չեք ունեն, այսինքն Ռուբեն Վարդանյան 2 է սարքում, այս кейսը դառնում է Ռուբեն Վարդանյան 2, շատ հաճելի եւ հուզիչ է, երբ որ ձեր fancy lawyer-ները գնում են ստենդը շշդուս են տալի, կամ որ դուք ձեզ թվում է որ ձեր անգլերենը այնքան կա որ դուք տակերի մոտ խոսակ։ Բայց այդ ամեն ինչի պրովինցիալիզմը ես շատ մեծ հաճույքով դրանից ինչ որ տենց stand-up comedy կսարքեի, ուղղակի այդ դրա վերջը իմ ժողովրդի համար ցեղասպանությունն է։ Համար իմ լացն է գալիս, երբ որ Արշակ Սրբազանի պես մարդիկ նստում են, Սամվել Կարապետյանի պես մարդիկ նստում են, Ռուբեն Վարդանյանի պես մարդիկ նստում են, իմ լացն է գալիս, ձեր տուպոյությունից, ձեր տուպոյության պատճառով, այդ մարդկանց շրջանակի տուպոյության պատճառով, որ իրենք բանտում են հայտնվելու։ Եվ Ռոբերտ Քոչարյանն էլ է հայտնվելու բանտում։ Միակ ձևը, էդի որ այսինքն իրանք օրակարգը թելադրել են էներգետիկ համակարգի մասին էլ կարդամ, անցնենք մնացած ոչխարներին։ США формирует в Армении новую архитектуру, тайная канцелярия Аликна грал, новую архитектуру влияния, и новость о закрытом форуме US Energy Stream лишь оттеняет глубину процесса. На поверхности энергетика ИИ, но под слоем публичных формулировок уже просматривается выстраивание американской информационной инфраструктурной системы, которая должна заменить прежний геополитический каркас республики. То есть, մենք եվրոպացիների soft power-ն ենք տեսնում, քաղաքական ուժային համակարգն են վերցնում, Ամերիկան վերցնում է կորպորատիվ բիզնես, որոնք հենց էներգետիկ ոլորտը ամենագեոքաղաքական, ամենակարևոր ռազմավարական ինֆրաստրուկտուրան շխնդալու բան չի, ամբողջ հանգույցը ու նայում ու շարունակությունը լսեք։ Заменить прежний геополитический каркас республики. US Energy Stream не просто консалтинг по энергетическому переходу, это инструмент доступа к элитам, точка входа в управляемые коммуникации и канал селективной разведки для корпораций и ведомств США. Закрытые форумы компаний давно стали местом, где бизнес, политика, спецструктуры синхронизируют позиции. Участие армянского посла в таком формате означает, что Армению рассматривают не как партнера, а как узел будущей интеграции в американский контур регионального управления. В параллель США создают фундамент собственных цифровых инструментов внутри страны. Формирование ИИ-хаба – это не история про стартапы, а про сбор данных, стандартизацию алгоритмов и привязку ключевых отраслей Армении к американским технологическим протоколам. Встраивая инфраструктуру ИИ, Вашингтон получает возможность управлять информационными потоками, рисками, энергетикой и политическим циклом. Все это накладывается на быстрое изменение в энергетике, подключение к турецким сетям, обсуждение строительства новой АЭС под эгидой американских компаний, постепенное выведение российской станции из игры, фактически формируется новая энергетическая география, несовместимая с российской и встроенная в западно-турецкую связку. Это создает долгосрочную зависимость, где любая корректировка энергосистемы будет проходить через Вашингтон и Анкару.
Совокупность этих шагов демонстрирует: США формируют в Армении собственную информационно-энергетическую систему, которая должна стать опорой их влияния на Южном Кавказе. Для Вашингтона это тихий технологический захват, для Еревана высокая цена за обещанную модернизацию. Высокая цена переводится в нашем случае как геноцид. Это в России цена высокая, низкая. Для армян это всегда геноцид. Поэтому այս տեքստերը որ գրում եք, մի քիչ ապազդավշի տեքստ, ընկեր ջան, ուշ եք գրել այս սախ։ Գրել եք այն բանից հետո, երբ որ Թուրքիան ռուսական նավթային ընկերություններին դուրս է հանում իր շուկայից ամերիկյան սանկցիաների ներքո, որովհետև իրենց ռազմական համակարգին հարկավոր են F-35 ռազմական օդանավներ, եւ դրա դիմաց Տրամպը պահանջել է, որպեսզի Էրդողանը ձեզ շուկայից դուրս հանի, եւ հաջորդիվ Եվրոմիությունը իսկապես սանկցիաների տակ է դնում ռուսական գազը, որովհետև ինքը արդեն այո շատ ավելի թանկ գազ, քան ռուսականն է, ինքը կարողացել է իր համար ապահովել, դա առաքվելու է Եվրոպա, ավելի թանկ, ես ուսամ, որ մեծ բողոքների ալիք կլինի բոլոր եվրոպական կարևոր մայրաքաղաքներում, մեծ ցույցեր, ես ուզում եմ, որ Եվրոմիությունը եւ ԱՄՆ տեսնեն 90-ականներ եւ ոչ թե Ռուսաստանը եւ հետխորհրդային մեր տարածքները, ես չեմ գտնում, որ 90-ականները դա ինչ որ տենց հետաքրքիր բան է, բայց այնուամենայնիվ գազի շուկայից եւս Ռուսաստանին դուրս են հանում եւ բնականաբար Թուրքիան պարբերաբար արդեն գնալով նույն կերպ հրաժարվելու է նաեւ ռուսական գազից, այսինքն ժամանակի հարց է, որ կհրաժարվի, բայց արդեն իսկ Նիկոլին իշխանության պահելով նրանք ապահովում են այդ համակարգը արևմտյան թուրքական զվինոյի տակ, այո, ինչպես որ եւ ցանկացած ռազմական վերակազմավորում, ցանկացած ուժային համակարգի վերակազմավորում ամբողջապես արդեն դե ֆակտո գտնվում է թուրքական վերահսկողության տակ բրիտանական դաբրոյով, առանց որևէ արդյունքների առ այն, թե ինչ կկատարվի հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, հայ քրիստոնյաների հետ, որովհետեւ ես տեսնում ինչ որ տենց ամերիկացիներ տարօրինակ ձև ինչ որ լայվեր են անում, որ Հայաստանում քրիստոնյաների իրավունքները բռնաճնշվում են, ընղզղնած քաձերը AUA ավարտած, դրանք շնչու շեյր են անում, օ երեխեք ինքը մեր մասին է խոսում, մեր եկեղեցու դեմ ցես բներ է ալնում, ու նայում ես ինչ ցերուշնիկի հոտեր է գալիս դրանց վրայից գալիս է հոտեր, ասենք աղանդավորական շարժումներ, այսինքն բուն ձեզ պաշտպանելու որպես քրիստոնյաներ, ԱՄՆ նույնքան կիրականացնի, որքան որ պաշտպանում է Լիբանանի կամ Պաղեստինի կամ Իրաքի կամ Սիրիայի քրիստոնյաներին, որը նշանակում է 0 երաշխիք ձեր անվտանգության։ Եվ այս սցենարի մեջ ամբողջական, այո, գալիս հասնում է եկեղեցու դեմ հարձակումը, կաթողիկոսի դեմ հարձակումը, շատ հաճելի էր, որ 27 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ ի պաշտպանություն եկեղեցու ոչ թե անձամբ կաթողիկոսի, այլ բացատրական, այսպես թե ինչի մասին է մեր հավատքը, ինչի մասին է մեր եկեղեցին, հայտարարություն են գրել, որը շատ այսպես մեկ վարքյան Հայ եկեղեցու արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների հայտարարությունը հուսամ կարդացել եք, որ կարդում եմ մարդիկ չեն ուզում լսեն, իրանց թատրոնն է ինչ որ պետք ներողություն, թատրոնից չկա, կա այսպես բովանդակալից հայտարարություն։ Մենք Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում ներքո ստորագրյալ արքեպիսկոպոսներս եւ եպիսկոպոսներս, որտեղական մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ նրա ազգընտիր գահակալին Գարեգին B. Ամենայն հայոց կաթողիկոսին։ Անընդունելի եւ վտանգավոր ենք համարում մեր եկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ, ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական, ժողովական, իրավար մարմինների միջոցով, իրավասու մարմինների միջոցով, համաձայն մեր Սուրբ եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի, անհանդուրժելի եւ դատապարտելի ենք նկատում պատարագի սրբազան արարողության ընթացքում ամենայն հայոց հայրապետի անվան հիշատակման կամայական զեղչումը որպես ծխականոնական կոպտագույն խախտում, որը եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարրեր է պարունակում։ Վստահ ենք, որ մեր Սուրբ եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը վեր են անձնական, խմբային կամ այլ շահերից եւ ամրապնդվելու են սիրո, հաղորդության, ճշմարտության եւ արդարության ճանապարհով, առաքելական հորդորով հաստատելի, թե խնդրում եմ ձեզ եղբայրներ, հեռու մնացեք նրանցից, ովքեր պառակտում եւ գայթակղություն են առաջ բերում, հակառակ այն վարդապետությանը, որը դուք սովորեցիք, հեռու մնացեք նրանցից։
Համոզված ենք, որ մեր եպիսկոպոսած համախումբ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնենք իշահ մեր Սուրբ եկեղեցու եւ ներքոստորագրալների անուններն են գրված եւ կոչումները։ Սա շատ հույս է տալիս, բայց ես մի տեսակ այո, կաթողիկոսն էլ պետք է որոշակի քայլեր իրականացնի, բայց առանց քաղաքական կոնտինգենտի միասնականության, մեկ օրակարգի շուրջ համախմբման ոչ մի բան հնարավոր չէ լինելու լուծել, այսինքն մենք ունենք կատարյալ այնպիսի իրավիճակ, որտեղ կա, ինչպես սիրում է ասել չնդդիմությունը, տրիգերային իրավիճակ, որովհետև Արշակ Սրբազանին թիրախավորելու բուն նպատակը վեհափառին հաջորդի ձերբակալելն է։ Եվ Եվրոպան եւ ԱՄՆ ոչինչ չեն ասելու, նրանք արդեն վճարել են $15 միլիոն եվրո գումարած, $9 միլիոն այսօր ստահակը հայտարարեց, որ տալու է պետական ապարատի աշխատողներին որպես խրախուսական բոնուսային վճարումներ, նախապես գնում է նրանց ձայնը որպես վարչական ռեսուրսի ձայն եւ պահում է նրանց իր վերահսկողության տիրույթում եւ իր գլուխն էլ գովացել է, որ իր օրոք պետական մարմիններում ծառայող քաղծառայողների աշխատավարձերը, ինչպես եւ ծախսերը աճել են։ Ինչ-որ տենց բան է գտել, էլի հեծանիվ է գտել։ Այս կոնտեքստում ես ուզում եմ նաեւ կարդալ ներողություն, այսօր կարդալիքը շատ է, I'm sorry, բայց առանց դրա հնարավոր չի։ Որովհետև մյուս հարցի հետ է սա կապվում, այսինքն, եթե մենք եկեղեցին չենք ցանկանում, որպեսի ոտնահարվի եւ հանձնվի, ինչպես հանձնվեց Արցախը, իսկ եկեղեցու հետ դայն ուզում անել, իրանք սարքելու են ինչ-որ թրքահոժար ինչ-որ մի մարմին, որը հավատքի հետ, մեր հավատքի հետ, մեր էջմիածնի հետ որևէ աղաշ չունենալու, եւ նույն դավաճանական գործընթացները այնտեղ տեղի կունենան նման դեպքում, ինչպես տեղի ունեցել Հայաստանում 2018-ին եւ հետո Արցախում, երբ որ շատ կարեւոր մեր մշակութային հավատքի ժառանգություն համարվող կոթողներ տարեր ամբողջապես տրվելու են թուրքերին կամ վերացվելու են, ինչպես որ Ալիևները ոչնչացնում են Նախիջևանի խաչքարները, ինչպես որ ոչնչացնում են Արցախի եկեղեցիները եւ խաչքարները։ Այսինքն իրենց վերահսկողության տակ վերցնելով եկեղեցին հանձն չեն առնում հավատքը պահպանել, այլ կատարում են ոտնձգություն հակառակը իրականացնելու համար։ Հիմա Այստեղ Спутник Армениан գրել էր Пашинян сорвал переговоры, приблизил войну. Бывшие президенты отреагировали на обнародованные по Карабаху документы. Ու այսպես ներկայացվում է ինչ հայտարարեց Լևոն Զուրաբյանը, ինչ հայտարարեց Բագրատ Միկոյանը եւ ինչ հայտարարեց Արմեն Աշոտյանը։ Եվ նրանք բոլորն էլ դատապարտել են, նրանք բոլորն էլ ասել են, որ փաստորեն մենք շատ ավելի լավ առաջարկ ունենք, բայց սա պայմանավորված կերպով ճիշտ հակառակն է արել, պատերազմը հնարավոր է դարձրել, պատերազմը պարտվողական է եղել եւ այլն, եւ սա ես կարդում եմ մամլո բոլոր միջոցներում, այն որ երեխեք ջան, ես ես որ կարդում եմ, ուզում եմ ուրախանամ, ուզում եմ լավ զգամ, ուզում եմ հասկանամ, որ էս պոզիտիվ է, որովհետեւ ինքը այդ ինչ որ փաստաթուղթել որ տվել է մասնակի, ամբողջը չի տվել, մենք չգիտենք ինքը իր ամբողջական համաձայնությունը ոչ միայն ադրբեջանական, այլ ադրբեջանա-թուրքական կողմերի հետ ինչ է, ինչպես որ օրինակ Զելենսկին հիմա մենք տեսնում ենք ինչպես են իրեն դեմ տալիս, իր կոռուպցիոն սկանդալները, իր ձեռք բերած ունեցվածքը Եվրոպայում կամ Ամերիկայում, ինչի դիմաց է դա տրվել, որ անընդհատ իրանց ինչ որ մի բան վճարվում է, անընդհատ հայրենահանձնության դիմաց, օտար տերերին ծառայելու դիմաց իրենց տրվում են ինչ որ մեծ պարգևներ։ Մենք չենք կարողանում տեսնել, թե ամբողջապես ինքը ինչ է հանձն առել։ Մենք կարող ենք միայն մտածել իր ստացածի դիմաց, այսինքն եթե այսքան ստացել է, ուրեմն Հայաստանն էլ է արդեն հանձնել։ Ու իմ սրտում այս կարդալուց վերք կա, Արցախի վերք կա իմ սրտում։ Ես ուզում եմ հասկանալ, այս 3 բոլոր նախկին նախագահների աշխատակազմերի ղեկավարներ, ներկայացուցիչներ, շատ լավ մարդիկ եք դուք, այտենց բաներ չասեմ, դες նեղանակ, սաղդ նեղացկոտ տղեկ եք, բան եք դարձել, էլի երևի, խմենք թույլ սեռի կենացը ստեղ փակագծերում, ձեր ամենասիրած խոսքը։ Ես ուզում եմ հասկանամ, որտեղ է ձեր բոլոր գրառումներում the wow factor։ Ես ձեր գրածի ինչը վերցնեմ, այդ սրտից վերքին դնեմ ու ինձ զգամ ամոքված։ Այսինքն եկեղեցու հետ տեղի ունենում սա գեոքաղաքական շահերի առումով
դե ֆակտո ամբողջական կախվածության տակ են դրվում ռազմավարական կարևոր էներգետիկ հանգույցները Թուրքիայի տնօրինության տակ ես ունեմ սա եւ ունեմ դրանից բխող այդ երկուսի հանրագումարի արդյունքում իմ որպես վերլուծաբան արած եզրահանգումը, որ Հայաստանի վերջն է եկել եւ հայ ժողովրդի վերջը, որ ոչ մի հայ չպետք է մնա, մեկ հայ թանգարանում նմուշ դրված պետք է լինի միայն Դա է տեղի ունենում։ Ձեր այս հայտարարությունները երեխեք ջան, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի անունից ասող ինչ որ մարդ։ Ես ինչ անեմ այս ձեր գրածի հետ։ Բա որ այտենց բոլորը միահամուռ ասում եք, որ նրա ասածը, նրա գրածը դավաճանություն է, ապացուցում է, որ սա է։ Վախում եմ կարդամ հանգարցած TV-ի իջնում, կարդում եմ ինչ որ իջնում է, իսկ սա կարևոր է։ Левон Зурабяни ասաց, Пашинян не опубликовал официальный ответ Армении на предложение МГО ОБСЕ от 2019 года. Это говорит о том, что его либо не было и Пашинян отверг переговоры, либо премьер скрывает ответ Еревана. Если бы опубликованный документ приняли, были бы мир, де-факто независимый Арцах, контроль над Кельбаджаром-Лачином, размещение международных миротворческих сил по всему периметру НК, но также запрет на въезд азербайджанских сил в 5 передаваемых районах. Хаджортив. Обнародовая статья газеты «Айка Канжаманак» под видом переговорного плана, сказал глава офиса Роберта Кочаяна, речь идет о так называемом обмене Мегринского района Армении на Нагорный Карабах. На самом деле никакого документа об обмене на столе переговоров не было, подчеркнул Бакрат Микоян. При этом в опубликованных Пашиняном файлах отсутствует документ, обсуждавшийся в Ки-Уэсте в апреле 2001 года. Согласно нему, НК переходил Армении, Азербайджан получил суверенное право на транспортный коридор через Мегри. Это Армен Ашотяни Хайтаручуна, опубликованный сегодня переговорный документ «Политическое надгробие Пашиняна», заявил в прямом эфире в соцсетях зампред РП Армен Ашотян. При этом предложение переговоров от 2019 года, он, обещавший на площадях людям, что они вместе будут решать вопрос Арцаха, скрыл. По сравнению с сегодняшней ситуацией, этот документ был просто благословенным, отметил политик. Окей. Ля, բավարսեն սիրուն սաղը երկում եք Այս 3 կուպլետը ոնց հանենք իրար հետ միանա, մի հատ երկ դառնա ու այն մյուս 2 կատաստրոֆաներն էլ բանանի, դիֆլեկտանի։ Այս պատերազմը, որ մեր դեմ գալիս է, մենք ձեզ ինչ ձևի խնդրենք, ինչ անենք, որ դուք միասնական իրականացնեք այն ինչը որ մեր բոլորի շուրթերին է։ Ինչի դուք չունեք մեկ միասնական օրակարգ։ ԿՊ-ն ունի 15 միլիոն, գումարած 9 միլիոն, ինքը ունի իր վարչական ռեսուրսին լկստացնի 9 միլիոնով, ինքը ունի 15 միլիոնով հայ ժողովրդին անընդհատ ինֆոհոսքերի ենթարկի, ֆեյքեր ու եսի մինչեր տարածի, անընդհատ սարքի այդ կապիկ շոուն, որի դեմ դուք ոչ մի ձև այդ քարոզչության դեմ, դուք այտենց էլ, հակաքարոզչություն այտենց էլ չարեցիք։ Դուք իմ նման մարդկանցից վախում եք, տակներդ եք լցնում, դուք չգիտեք իմ նման մարդկանց հետ ոնց աշխատեք, դուք ունեք ձեր թայֆեքը ունեն իրանց հատուկ ստուդիաները ու դուք գնում եք այդ հին ոճով 90-ականների ստիլով, նստում եք ինչ-որ բաներ եք խոսում։ Կամ այն որ մենք գնացել ենք մարզեր, ինչ էին ասում, այն որ պետք ինչ-որ լուսաբանողական ինչ-որ տենց եսի մինչեր անեն։ Մերեք այցերի գնալով, ինձ այդ այցերը հետաքրքիր, ինձ պետք է արվի այն, ինչը այսօր շատ սիրում Շատ հմուտ կերպով գրել, բացատրել է մեր սիրելի Միրան Հակոբյանը, ասում է ԵԱՀԿ Մինսկի խումբը ըստ էության լուծարվեց բոլորի համաձայնությամբ։ Դա եղավ ոչ թե նրա համար, որ Արցախի հարց չկա այլևս, ուստի եւ Մինսկի խմբի կարիքը չկա, այլ որ ԵԱՀԿ այլևս չկա։ Ցավոք արևմուտքում հաշվարկել են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով ու Ալիևի 6-նոցի իշխանությունը Հայաստանում բետոնելով կարող են Ռուսաստանին դուրս մղել Կովկասից։ Ուստի Մինսկի խմբի կարիքը չունեն եւ կրկին ցավոք Ռուսաստանում կարծում են իրենք այնքան ուժեղ են, որ երբ ցանկանան Արցախի հարցը կվերաբացեն, բայց իրենց միակ մոդերատորի կարգավիճակով։ Ուստի Ռուսաստանին նույնպես Մինսկի խումբը պետք չէ։ Աշխարհում շատ բան է փոխվել եւ առաջին հերթին ուժերի հարաբերակցությունը։ Ոստիկանական գործառույթներով մեկ գերտերության աշխարհն այլևս չկա, նաեւ վաղուց չկա երկու գերտերություններով բալանսի աշխարհը։ Էսի են Կիրիլ Դմիտրիևին էլ պետք բացատրել։
չի հասկանում, պետք է սովորել ապրել աշխարհում, որը վերադառնում է 19-րդ դարի կեսերի դասական եվրոպական իմպերիաների ժամանակների տրամաբանության ու մոդելին տեղից կշարունակեն, որոնք ծնեցին երկու համաշխարհային պատերազմներ։ Իսկ եւ մեկ մեծ համառուսական կոտորած ցեղասպանություն։ Իսկ մինչ այդ բոլորը պետք է համակ ուշադրությամբ հետևեն, թե ինչպես է հայ ժողովրդի անունից Հայաստանի գարուլայի տռնշանակված Ալիևի 6-ը փորձում դեմոնտաժել հայկական հարցն ու հայազգն ընդհանրապես։ Հիմա ստեղ հարգելի երեք նախագահների ներկայացուցիչներ, այս պարբերությունն է, որ մենք այսպես են որ sense բռնել ենք Ֆանարիկի փոխարեն այդ ենք թափ տալիս քանի ամիսը։ Ի վերջո պետք է առերեսվել իրականությանն ու արձանագրել, որ վերջին 7 տարիներին Հայաստանում ծնված եւ ներհայկական միջավայրում գեներացված լավ, թե վատ, իրատեսական, թե անիրատեսական, բայց միակ կրկնում եմ, միակ օրակարգը 6 նոցի իմպիչմենտն է, որին անվանակողներն ու սաբոտաժանող ընդդիմադիրների ճակերտների մեջ ոչ միայն սեփական հայկական օրակարգը չունեն, այլև արտասահմանյան օրակարգերի ուղիղ սպասարկողներ են։ Voilà. Դրա համար ձեր էսաղ խայպը, էսաղ, որ ինքը թուղթը հանեց, դուք թուղթը նկարագրեցիք, ընդեղ Արմեն Թաթոյանը թուղթը հանողին էլ քֆրտեց, այդ թղթին ինչ որ պատասխան տվողին էլ քֆրտեց ու որոշեց, որ այդպես քֆրտելով ինքը եսի ինչա դառնալու, այն որ ասում եմ մինչև քաղաքականությամբ զբաղվել եմ, մենակ տնեցի գիտեմ, որ դու քաղաքականությամբ չես կարող զբաղվել, սենց սկսեցի քաղաքականությամբ զբաղվել, սաղս իմացա, որ չես կարող քաղաքականությամբ զբաղվել։ Այս բաղագծերում անենք, դնենք եկում, որտեղ ներվերից վրա ազդում է այդ կոստյում շրջան պուպսիկների վախկոտ հոգեբանությունը, այտենց փուսկուլ-մուսկուլավոր բառերով, այսպես փաթաթելով, ղողանջացնելով, այտենց պահպանվել է մտածելով, որ ընտրություններում կդառնանք հարմար ընդդիմություն, որ տղա ջան, որ 95 թվականից ի վեր ինչ Նետանյահուն դարձել է վարչապետ ու ամենաերկար իշխած վարչապետն է Իսրայելի պատմության ընթացքում, դու տես քանի հատ քո նմաններից ստեղծված ընդդիմադիրներ ա ստեղծել, հերթով կերել, պահել, աճացրել, մեծացրել, պահել, ուշում գրպանային ընդդիմություն եթե պետք է լինես, դի ըմբանից եղել, հորս արավ, դաշտը մաքր մի հատ, արա։ Ոնց եմ զզոր տղամարդուց եմ, որ սա տղամարդու վիճակ չի, էլի, որովհետև սիտուացիային անհամապատասխան է։ Այդ այս կոտորած ցեղասպանություն եսի ինչ, նս հակնում են կաստում շլվար գարստուկը, նստում ենք ու սկսում ենք ֆորմալնա իրեչի։ Շատ ճոխ ստատուսներ են, ճոխ։ Քաղաքականության մեջ ճոխությունը պետք է լինի ճիշտ խնդրին համապատասխան ճիշտ ռեակցիա տալը։ Ու դաշտը պարակտման չտանելը, դաշտը ոչ թե պարակտվում կամ չի պարակտվում նախկին ներկա, ու ես որ տենում եմ մարդ, որ ներկաների ու նախկիններին է բաժանում, ես էդի գիտեմ, որ արդեն թավիշ է։ Իմ երկիրը, Արման Թաթոյան, 30 տարեկան է։ Ես շատ գոհ եմ, որ մեր բոլոր նախագահները դեռ ողջ են, ուղղակի շնորհակալ եմ Աստծուն դրա համար, ու չեմ գտնում, որ դա պատահականություն է։ Ես չեմ գտնում, որ ինչ-որ նոր, չորրորդ, ինչ-որ մի հատ ուրիշ Հայաստան է լինելու, ու որ դու էլ այդ ապագայի ներկայացուցիչն ես, այդպես մի հատ ապագայից խոսացող են, մեկ է Ռուբեն Վարդանյանն էր, այդ պուպսիկ բաները թարգեք արա։ Ձեր Երևանյան ընկալումների քաղաքական իրողությունը աղերս չունի աշխարհում տիրող ռեալպոլիտիկ գեոքաղաքական իրավիճակի հետ, որևէ աղերս չունի։ Երբ որ դու քո գործողություններում չես համապատասխանում իմ վերոնշյալ նշած թվարկած այս գործոններին, դու էլ քո հերթին կույրերը առաջնորդում են կույրերին։ Դու էլ քո հերթին ես մասնակցում այս վակխանալիային։ Հետո ինչպես հայերը կոտորվեցին, դե որովհետև սենց։ Ամեն մեկը ինչ որ մի տեղ է քաշում, ես այդ եմ ուզում ասել։ Հավաքվել, համախմբվել, պետք է մեկ օրակարգի շուրջ, տրիգերը կա, ես չգիտեմ, ես տեղից չեմ գայս ու կարծում եմ, որ մարդիկ հոգևորականները բանտում են, ու երբ որ ես տեսնում եմ Եվրոկոմիսարը հայտարարում է, որ մոլդովական սցենար է գործարկվելու Հայաստանում, ընդ որում կոռումպացված կառույց է, երեք խոզարկություններ են տեղի ունեցել Բրյուսելի ոստիկանության կողմից Եվրոհանձնաժողովի արտաքին հարաբերությունների ամբողջ բլոկում, որտեղ հիշում է Կայա Կալասը, որտեղ իրանք իրենց ներէլիտար խորքային պետությունների կողմից թելադրված Ատլանտյան երկու ափերի ինչ որ կիպիշների մեջ են, բայց բոլոր նախանշանները ռեալպոլիտիկի ներկայացնում են, ցույց են տալիս, որ Ռուսաստանի դեմ պատերազմ են պատրաստվում եւ Իրանի դեմ պատերազմ են պատրաստվում։ Այդ կապ չունի, եթե դուք չեք ուզում ինձ լսեք, ինչ որ չգիտեմ, մի հատ ուժ եսի ինչ եք լսել, ասենք Ջեֆրի Սաքսը լսում կամ բան, այտենց ապրոմակցում եք միասին, այսինքն կաստում շլվարները լսում են ինչ որ կաստում շլվարների, կռվի դաշտում, ռեալպոլիտիկի դաշտում։ Կաստում շլվարով տղերքը չեն, բարեցներ են։ Իսկ եթե կա երկուսի համադրությունը մեկի մեջ, ոտ մեզ էտա պետք։ Ինձ պետք է բայևոյ նաստրոյով էսա կիպիշները հասկացող վարչակազմ։
Այդ պուպսիկ անասուններ պետք չեն։ Ու երբ որ դու ինչ-որ ուլտրանացիոնալիստների տակ ես մտնում, էդի вообще, էդի դեմ որ այն որ սենց կաստում շլվար ինտելիգենցիան կպնում է ինչ-որ սենց հայ Հիտլեր ինչ-որ տենց անասունի հետ էլի խոսքի։ Ты чё, реально? Անցանք առաջ։ Այս ամեն ինչը պետք է տեղի ունենա միասնական կերպով մեկ օրակարգի շուրջ։ 3 նախագահների ներկայացուցիչներ, ես ուզում եմ հասկանալ impeachment-ի գործընթացը, ուր է գնում, ես կարամ հասկանամ։ Ես ուզում եմ անասունը հիմա հեռանա, ես 7 տարի ասում եմ ամեն օր։ Ու պատահական չեմ ասում, ես չեմ ասում, որ եթե չհանեք հիմա, հետո սա է լինելու։ Ես ասում եմ ձեզ դա փաստարկված։ Օթից չեմ ասում, իրանք գալիս են արդեն Երևան մայրաքաղաք իջնում են, թուրքերը, եվրոպացիները, ռուսները, ու տենց հայտարարություններ անում են ձեր դեմքին։ Ես ուզում եմ հասկանամ, մենք տարբեր տեքստեր ենք լսում այդ նույն մարդկանցից։ Ուրիշ բան եմ ես կարդում։ Ուրիշ հղում եմ, ինչ որ հղում եմ անում, որը էական չի, Եվրոհանձնաժողովի արտաքին հարաբերությունների ներկայացուցիչը, որը ասում է, ինչպես են ընթանալու Հայաստանում ընտրությունները։ Ու ես ի տարբերություն ձեզ, ամիսներ շարունակ, քանի տարի է, ես հետևում եմ բոլոր այդ ընտրություններին։ Ուկրաինայում թե ինչպիսի ընտրությունների, այսպես պատերազմի պայմաններում հեքիաթ է հյուսվում, որպեսզի գեոքաղաքական շահը արևմուտքի առաջ գնա։ Մոլդովայում ինչպես են փողոցում ուղղակի հրապարակում ցույցերի ժամանակ իրենց բաժին կարմիր բերետավորները վայրի ծեծի եւ խոշտանգումների են ենթարկում հոգեվորականներին, որոշների դեպքում օրթոդոքս հոգեվորականների, որոշ դեպքում դիտավորյալ իրենց մանկահասակ մանր երեխեքի աչքի առաջ։ Որ եթե ճիվաղի ձեռքը հասնի կաթողիկոսին, մենք դա ենք տեսնելու Հայաստանում։ То есть ես ուզում հասկանամ բոլոր քաղաքական թիմերին, այն ինչ որ հիմա է կատարվում, it's not a trigger enough? You want more? Արցախի հանձնումը, Արցախին պատերազմով ժամանակին սպառնալը ու հետո դա իրականացնելը, պատերազմի ընթացքում սպառնալը, պատերազմից հետո նոյեմբերի 9-ի թուղթը ու դուք նոյեմբերի 9-ին առհասարակ ձեր հրապարակում չլինելը, ժողովրդին առաջնորդելիս չլինելը։ It's not enough? Այդքանը բավարար չէր։ ՀՓՇ-ից ընտրություններ կգնամ կկռեմ սարքելը ու հետո տանուլ տալը։ That was not a trigger? Ընտրությունների արդյունքները չքննարկելը, հարցեր չբարձրացնելը, գործեր չբացելը, ամեն գողացված ձայնի հետևից չգնալը։ Ու հետո Մարգոն կանգնի ասի, «Это вы выбрали его»։ Ես ասի, հա, ասելու եմ։ Այդ եմ ասելու եմ Ղարաբաղ всё, տատդ всё։ Տատդ всё, դու այտենց գրելով տատդ всё։ That's not a trigger enough? 2022-ի ֆանարիկ տրիգեր չէր։ 2022-ի աշնանը, ջերմուկի դեպքերը, տրիգեր չէր։ 2023 Արցախի հանձնում, մենք գնում ենք Երևանի ավականու ընտրությունների, որպեսի Արցախը պահենք։ Արցախում, մենք Զիլինա ենք պարում Ռուբեն Վարդանյանի շուրջ, это человек, он хочет что-то сделать, իրան չեն ուզում, չեն թողում, չիկա, պայսի պանեմատյա, օքեյ, չենք թողում։ Էդի տրիգեր չէր։ 2024-ը մսխելը տրիգեր չէր, որովհետև ռազմական բյուջեն ամբողջապես վերացված է, ուժային կառույցները թիրախավորված են, հայրենասեր ռազմական ուժային գործիչները բանտերում նստած են։ That's not a trigger։ Անդիմադիր դաշտից լեցուն քաղբանտարկյալներ բանտում են։ That's not a trigger։ Սերժ Սարգսյանից հարցազրույց վերցնելու համար Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը քաղբանտարկյալ բանտում նստած են։ It's not a trigger։ Բագրատ arczepiskopos, Միքայել arczepiskopos բանտում նստած են, that's not a trigger։ What is a trigger? Որն է ձեր տրիգերը? Ես եմ ձեր տրիգերը, որ իմ ձենը կտրվի, ինպես խոսացող մարդկանց ձենը կտրվի, իսկ թվում է ձեր տրիգերը էդ է։
Ես այս ձեր հայտարարությունները, որ Նիկոլը հրապարակեց, դուք իրան պատասխանեցիք, I don't understand this exchange, ինչ անեմ, որտեղ վերքից որ մասին, ինչ անեմ, մայզ եմ ես դրանից սարքում, տաբլետկա եմ սարքում, ինչ եմ սարքում, որովհետև իմ ցավը, իմ վերքը չի անցնում, չի, ես կարդում եմ Աշոտյան ջան, Լևոն Զուրաբյան ջան, Բագրատ ջան, ես կարդում եմ ձեր գրածը, ես ուզում եմ զգամ, որպես քաղաքացի, որ քաղաքական այրերը, тем более 3 տղամարդ, тем более 3 տղամարդ, որ ներկայացում են 3 գնա գալիս են տղամարդ, ախպեր ցելի 6 տղամարդ եղավ։ Ես ուզում եմ որպես հայկի զգամ, որ իմ եկեղեցին, իմ հողը ոչ մեկ չի կպնելու։ Իմ ոչ մի հայ կնոջ հետ չի արվելու այն, ինչը որ ես հետևում եմ, որ արվում է ամեն օր Ալևի ու քրիստոնյա կանանցած Սիրիայում։ Դուք չեք նայում։ Մեր բոլոր կանանց աղջիկների հետ լինելու է դա։ Արևանգում են, ամեն ինչ անում են, այդ բոլորը նկարում են, ուղարկում են ընտանիքին, ասում են այսքան գումար վճարեք, ու շատ դեպքերում կինը արդեն ողջ չի։ Երբեմն պահում են ամիսներով գումար են վերցնում, արևանգվածը արդեն չկա ֆիզիկապես, սպանել են, բայց գումարը վերցնում են, մարդիկ գումարը տալիս են հույսով, որ մի օր տեսնելու են, այդ են թուրքերը, թուրքը չի փոխվել, օրինակ այսօր, որ Արարատ Միրզոյան անասուն անտերը, որ այդ անասուն Ֆիդանի հետ, որ գրկվել էր, այդ եթիմ անասունը, ինքը էսի կարդացել է, ես ինչքան գիտեմ, սա Հակով, Շմակով, սա թավի շարածներով բան, դուք այտենց ինչ-որ մարդու իրավունք, ազատություն, դեմոկրատիա, Գրողոսեփ Ջանդամ, Թուրքիան եկել եք հիմա վլաստի ասում եք, որ Թուրքիան փոխվել է, այսօր ես կարդում եմ, ասում եմ, против журналистской турецкой газеты возбудили дело за интервью на тему геноцида армян. Тухче Йылмаз выпустила публикацию под названием «Армянская молодежь Турции рассказывает. Скорбь, продолжающаяся 109 лет». За это в отношении репортера газеты «Бьянет» возбудили производство по статье 301 УК Турции. Оскорбление турецкой нации, Турецкой республики, государственных органов и структур. Передает издание Ermeni Haber со ссылкой на газету Agos. Այս հոդվածը, այն որ Էրդողանի Թուրքիան են, որ ուզում էր անընդհատ մտնել Եվրասայուզը ասում էր, այս հոդվածը ինչ որ շատ абստրակտ ձևով է խոսում, ինքը պետք է հեռացվի, որովհետև այս հոդվածը տակ ու մասից կարս մտցնես։ Այսինքն խոսել հայոց ցեղասպանությունից Թուրքիայում դեռևս այսօր հավասարվում է оскорбление турецкой нации։ Որտեղ է, ուզում եմ հասկանամ դուք ուրիշ թուրք գտել եք, որ այդ ընտրություններին դուք հավատում եք։ Ես ուզում եմ հասկանամ դուք ինչ ռեսուրս եք կարդում, որտեղ ընտրություններին գնալով դուք ունենալու եք ոչ միայն աթոռ, այլ լինելու է Հայաստան, որտեղ լինելու է այդ աթոռը, որի վրա նստելու եք դուք, ունենաք падավատ պարգևավճար պայեսկա, թաղեմ ես ձեր տիրոջ մեր իսկականից։ Այդ 3 պերը ձեզ կերել են, 3 սատանեքն են, սաղ ընդդիմ, ով ուզում անդիմադիր դառնա, 3 սատանա իրան ուտում, պայեսկա պարգևավճար падավատ։ Ազգին գլխատելու են։ Այդ ոչ թե եթե դու ծիծեռնակաբերդ չունենաս, դու էջմիածին չունենաս, դու հայոց պատմությունից հրաժարվես, նարեկացուց հրաժարվես, խորենացուց հրաժարվես, Վարդան Մամիկովից սաղ, ամեն ինչից հրաժարվես։ Ոնց են։ Ես անընդհատ, ես մասնագիտորեն ուսումնասիրել եմ հայոց ցեղասպանության հերքման ամբողջ ինստիտուտը։ Ամբողջ գրքեր են գրված պրոպագանդիստական եւ գումար է վճարված 100 տարի շարունակ թուրքական կառավարության կողմից, որ ամենաառաջադեմ համալսարանները, հատկապես Արևմուտքում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, իրենց գրադարաններում հայոց ցեղասպանության թեմայով ունենան այդ գրքերը, որոնք գրված են թուրքական հատուկ ծառայությունների եւ դիվանագիտական կառույցների աշխատողների կողմից։ Հայ ժողովուրդը բնիկ չէ տարածաշրջանում, իր լեզուն իրենը չէ, չունի որևէ առանձին իր ինքնությունը հաստատող մշակութային ժառանգություն, պատմական հիշողություն, ոչ մի բան մերը չէ, ոչ գորգերը, ոչ երաժշտությունը, ոչ ուտելիքը, ոչ մի բան։ Ու նույն քարոզչությունը, որ Ադրբեջանը անում է օրինակ հայերի դեմ եւ յուրացնում է հայոց պատմությունը եւ հայոց ինքնության տարեր իրեն է վերագրում, երաժշտություն, գորգեր, մյուսը, նույն մեթոդով ցայսօր աշխատեցնում է Ալբանիայում, Սկոպիեում այդպիսի ուժեր, որոնք նույն վերաբերմունքով փորձում են խլել հունական ինքնությունը եւ սպառնում է Հունաստանին նաեւ պատերազմով եւ այլնով։ Այսինքն ես ինչ-որ ուրիշ Թուրքիա չեմ տեսնում, ես մուսուլման եղբայրների գաղափարախոսությամբ առաջնորդվող, այսինքն ծայրահեղ իսլամ կրող
ամբողջ Եվրոպայի թույլտվությամբ, թողտվությամբ, ամենի օրհնանքով, Իսրայելի աջակցությամբ վարչակազմ եմ տեսնում Թուրքիայում, ժողովրդավարության աբսոլյուտ բացակայության պայմաններում, որտեղ քիչ առաջ իր գլխավոր ընդդիմադիր ուժին բանտարկած 2000 տարվա դատապարտության վճիռ կայացրած կերպարը եվրոպական դեսպանների հետ հանդիպման ժամանակ հնչեցնում է, որ Թուրքիան շարունակում է իր ձգտումը Եվրոմիության լիարժեք անդամ դառնալու։ Եվ ոչ ոք չի ասում, դու ինչ գործ ունես Եվրոմիության հետ։ Բոլորը ողջունում են, Գերմանիան հատկապես ողջունում է։ Սանկցիաները հանված են տարատեսակ զինատեսակների, նիզնիվորազմական համագործակցության պայմանագրերի շքերթ է, որ գալիս է։ Չկա այդ ուրիշ Թուրքիան։ Միակ օրակարգը, որով մենք կարող ենք միավորվել եւ իրականացնել կոնկրետ քայլ, դա իմպիչմենտն է։ Դուք շարունակում եք գազլայթինգի քաղաքականությունը։ Հայաստան խմբակցություն, Ռոբերտ Քոչարյան, դուք շարունակում եք գազլայթինգի քաղաքականությունը, ակնհայտ տանելով ընտրությունները մանանային երկնքի, Նիկոլի հետ ընտրությունները։ Բնականաբար շուռ տալով, ասելով, որ կարծես թե մենք, երբ որ ասում ենք գնանք իմպիչմենտի, այդ նշանակում չեք ուզում ընտրություններ լինենք, դե դու ես շատ ժողովրդավար մարդ ես, չես կարող, ասենց սիրտը չի դիմանա ժողովրդավարության պակասի պայմաններում։ Չէ, ես քեզ ասում եմ, Նիկոլին իմպիչ ենք անում, հետո սաղովդ գնացեք ընտրությունների, Թաթոյան, Շմաթոյան, սաղին հավաքի, սաղ բրջով, սաղով որ այդ բազկաթորի ֆանատա, ֆան-կլուբա, գնացեք։ Բայց ոչ այս դավաճանական իշխանության հետ, այսինքն դուք հիմա այս տրիգերին չտալով դրան համարժեք արձագանք եւ հակազդեցություն, իսկապես մարդկանց չարաշնորթելով, իսկապես այսինքն որ մեր մեջ եռում է գազլայթինգը այն է, որ դուք ասում եք սխալ է եռում, չպետք է եռա, դու պետքա սուսիկ-փուսիկ նստես, դու ոչ մի բան չպետքա ասես, դու անելու ոչ մի բան չկա, հələ մի քիչ թողանցնի, տենանք ինչ է ալնում։ Այդ օրը եթե ձերբակալեցին վեհափառին, հաջորդ օրվանից, պարոն Քոչարյան, դուք եւ մյուս մեր նախկին նախագահները ուղղակիորեն ձերբակալվելու եք։ Մնացյալները ձեր թայֆաներում։ Քանի որ թուրքական սցենարով է գործում, թուրքական բանտում է ոչ միայն Էկրեմ Իմամօղլուն, այլ իր քաղաքապետարանի եւ իր քաղաքական թիմի, կուսակցական թիմի բոլոր աջակիցների, խորհրդականների, օգնականների կազմը, ոմանց դեպքում նաեւ նրանց ընտանիքների անդամները։ Հայաստանում ոչ թե մոլդովական սցենար է, այլ մոլդովական ֆորմատով թուրքական սցենար է։ Այսինքն չեն կարա գազայի պես քյասարից են շրջափակեն, ռումբերը գցեն, սաղդ մեռնեք։ Պետք է ընտրություններ խաղան։ Այդ ընտրությունները պետքա Եվրոպան ասի, հա, ես քանի որ թավիշ եմ արել, ասել եմ, որ ես ուզում եմ, որ Հայաստան ունենա եվրո ապագա, եվրո լուսամուտներ, եվրո դռների, եվրո շենքերով, այդ Քուչի մեյդան սարքած Երևանի կենտրոն վիճակով, բայց եվրոյով, իրանք պետքա եվրոպական ապագա ունենան եւ այլն, դրա համար մենք ընտրությունների ձև կտանք։ Ձևաչափը եվրոպական է, բովանդակությունը, մեթոդները թուրքական են։ Թաթոյանին էլ, Դաշնակցությանն էլ, Թաթոյանի հետ այդ դաշին կազմած այդ կենթանին, բանը, ՀՀԿ-ն էլ, Քոչարյանի սաղ սաստավը, սաղիդ, ձեզնից ում թվում է ինքը Գրիգոր Զոհրաբից կամ Կոմիտասից ավելի ազիզ տղա է, այդտեղ ձեր կյանքի ամենամեծ ճակատագրական սխալն է։ Սաղիդ նստեցնելու են, ում չհասցրեցին մինչև ընտրություններ, նստեցնելու են ընտրություններից հետո։ Էդ է մոլդովական սցենարը։ 15 միլիոնը վճարված է։ Ինձ երբ որ ցույց կտակ դուք ինչքան եք վճարելու, ինչ մեթոդով եք աշխատում, այդ ժամանակ փորձեք ձեր ընտրությունների հեքիաթը ինձ ծախեք։ Ու հիմա եթե բացեք 2021-ի ընտրություններին նախորդող 3 ամիսների համարյա ամեն օր արած իմ Լուբոյ լայվ, ես այդտեղ նույն հարցն եմ ձեզ տվել, այն ժամանակ ոնց որ տալիս եմ հիմա։ Եթե ԱՄՆ դեսպանատունը այս ընտրություններում ներդրում է, ակնհայտորեն հայտարարում է ներդրման մասին $20 միլիոն, ներկայացնում է իր մեթոդաբանությունը, ինֆոշղարշ, ինֆոպովդներ, բամբասանքներ, հարձակումներ, character assassination մեթոդիկայով, բոլոր տեղերում նախկիններ ներկաներ խաղացնելով, դաշտում, չգիտեմ քանի հատ, անասուն, ապուշ, փոքրիկ կուսակցություններ մեյդան գցելով ու իրանց հավատացնելով, որ իրանք կուսակցական են եւ կուսակցություն են։ Դուք
Որքան գումար եք ներդրել այդ գործընթացին հակազդելու համար։ Մեր այս հարցը տալու, մինչև պատասխան չկա։ Գնալու եմ, կրելու եմ։ Հիմա էլ չի ասում կրելու եմ, հիմա ասում եմ գնալու եմ։ Մինչև գնալ այդ կարես մի հատ իմպիչմենտի նորմալ բոլորով միասին 3 նախագահներով։ Հիշում ես այն ՀՓՇ-ի ժամանակ այդպես բան որ եղել էր, սաղովը թվակվել եք, որոշել եք, հետո հելար գնացիր Մոսկվա, էշիշ բաներ արեցի դրանից հետո։ Կարես էլ չանես էշիշ բաներ։ Ես չեմ լռելու։ Ինչքան զատազ ուզում ես տուր։ Ռուբեն Վարդանյանի սաստավն էլ էր վերես թեթված, հիմա ինչա։ Ես չեմ ասում այս ամեն ինչը, որը ինչ-որ ձեր ռեյտինգներն է կամ եսիմ բանտիկներն է, շմանտիկներն է, դուք ընդհանուր այս երրորդ հիբրիդային համաշխարհային պատերազմի կոնտեքստում իմ կարդացած թեմայի օրվա թեմատիկայի մեջ այսքան եք, այսքան եք, ամենայն հարգանքով, իմ սաղ սիրտը Հայաստանի հանդեպ սերը, այնտեղ ուրիշ բան տեղ չունի, բայց այն ինչ որ ես վերլուծությամբ եմ զբաղվում, ձեր կարևորությունը այսքան է։ Դուք ինչ եք զստ ծանր պահում կագբուտը ես ընդեղ հիմա նայում եմ ամբողջ ամերիկյան խորքային պետության այն կորպորատիվ դեմոկրատների շկոլան ընդեմ տրամպյան օլիգարխների այդ խրթին թեման, ասենք այդտեղ հա, այնտեղ գնա գալիս եմ հա, այնտեղ մի հատ օկտոպուս է, որը կապեր ունի հին եվրոպական արիստոկրատիայի հետ, եվրոպական ինդուստրիալիստների հետ, ինչ որ տենց մերձավոր արևելքի հին արաբական սուննիտական սիմեյստվաների հետ, ինչ որտեղ դաժե իրանական ինչ որ սիմեյստվաների հետ, դա հասկանամ տղա ջան, բայց դուք ինչ եք այս թեմայի մեջ։ Հայկական պատմության ամբողջ զարդը այն է, որ այդ սաղ, այս օլիգարխները ընդեմ կորպորատոկրատիայի, ինդուստրիալիստները ընդեմ հին արիստոկրատիայի, արաբական շեյխերը ընդեմ իրանական թագավորների, փառավոնների գրողոսև ջանդամի մեջ, ամբողջ հայոց պատմության շիկը, հայկը, բելին, սպանելու ամբողջ առասպելի իմաստը այն է, որ հայը հաղթել է, որովհետև գոնոր չունի, տուպը նայել է այդ սաղին, ասում չել հավես ունեն խոսքի։ Վերցնում ես նետը, դնում ես աղեղի վրա, նայում ես որտեղ է բելը, խփում ես, թեման փակվում է։ Նույնը հայ առաքելական եկեղեցու առաքելության մեջ է։ Վերցնում ես թուրը, նայում ես սատանան որտե է, տոշկում ես վրան, տալիս սպանում ես, սատկացնում ես, թեման փակվում է։ Դուք ինչ եք գոնորով հելել ընկեքու չէ, ես կարում հասել, ձեր գոնորը ինչ է, տենց օդակաթիլային ճանապարհով տարածում ձեր թայֆեկի վրա։ Ինչ է ախպեր։ Ես ինչ գործ ունեմ քո գոների հետ։ Ինձ հետաքրքիր չեք։ Դուք ինչու չեք համապատասխանում ձեր հայ ժողովրդին։ Ձեր կերպարով, ձեր արածով, ձեր շնորհքով, ոնց որ Վազգեն Սարգսյաններ, ոնց որ Կարեն Դեմիրճյաններ, ինչի ձեր վրից իմ հոտ չի գալի ախպեր։ Խի, ես քո ամենալավ քաղաքացին եմ։ Մի օր գնում են մեկը Մոսկվային է լսում, այն մեկը թվում է Վաշինգտոն, այն մեկը չգիտեմ, ախպեր ջան, դուք ոչ մեկի մի լսեք, պատուհանները փակեք, սկվազնյակա անում։ Դուք տունը ունեք մեկ օրակարգ, որը թելադրված չի ոչ մեկի կողմից։ Հայ այսօր սաղ գրծնելով Մարիա Զախարովան սենց պատասխանեց, Մարիա Զախարովանն այնց պատասխանեց, աշկս լուսիդ Մարիա Զախարովանը իր Ռուսաստանի համար է պատասխանում։ Դու ինձ ինչ ես տալի, որ ես դնեմ իմ Արցախից մնացած բաց վերքին, ինձ լավ զգամ։ Ու զգամ, որ Հայաստանի հետ այդ չի կատարվելու, հələ մի բանից գնալու եմ, հա Արցախ եմ գնալու։ Ու ձեզ թվում է ես պետքա տենց ինչ-որ տենց լռեմ, ինչ է ձեզ թվում, որտեղից է գալիս ձեզ այդ ինֆորմացիան, որ մենք այս ամեն ինչը չենք տեսնում, այս ամեն ինչը մեր վեճը չի, մենք չենք պատասխանի, մենք ինչ-որ մի բան չենք ասի, կիսատ կպահենք եւ այլն, որտեղից այդ լոքշը երեխեք։ Ոնց որ Զախարովա եմ կարդացել, ասում է «Европейцы сами вывели себя на чистую воду». Захарова о призыве ЕС к Еревану ввести санкции против России. Официальный представитель МИДа РФ назвала Каю Каллас и Марту Кос брюссельскими вампирами, которые подползают к нормальным людям, предлагают укусить их, чтобы они стали такими же, не отражались в зеркалах и боялись солнечного света, энергии, энергетики. Окей, thank you. Это заявление доказывает. Единственное целеполагание ЕС только в том, чтобы нанести ущерб отношениям России и Армении. Они уже перестали это скрывать, возможно, могли бы скрыть, но умственные способности не позволяют. Что плохого армянский потребитель видел от российско-армянского энергетического сотрудничества? Ничего.
Են որ օքեյ Մաշայից ասած է որտեղ այդ վերքի վրա դնեմ որ լավ զգամ ինչի Մաշան sense բան ասում է դուք սա 3-ով ասում եք բայց ին վերքը բացա ու ես ցավում եմ ախպեր ինչի ինչի ինձ այսքան բառը ոչ մի բան չի ասում ինչու չեմ ուզում ասեմ վայ Մաշա ջան սպասիբը մեռնեմ սրտի ջիգարիդ խոսքի խիչ ես ինձ ջանս կապում էլի դա չի չեմ ուզում ես Մաշային ասեմ Մաշա ջան Ինչի Մաշային կարդալուց ես իմ ներսում ուղեղիս մեջ Սոկրատոսի ձենով եմ խոսում։ Ուզում եմ հին հունարենով արտահայտվեմ, էլի ուզում եմ ասեմ։ Սոկրատես է գալիս, Մաշա եմ կարդում, այդ ներսից Սոկրատես, այն որ древнегреческий, пышный, многоэтажный։ Ինչ անեմ էսի։ Ба Маша Джан, у нас тоже опять на выборы пойти, да? Опять ваше посольство будет работать только с одной партией, с одним человеком, говоря, что у него высокий рейтинг, хотя у него этого рейтинга нету. Почему вы не говорите об импичменте? Некоторые из ваших участвовали в 2018 году в цветной революции в Армении. Հիմա կարեք մեղքերը քավեք ախպեր։ Մեղքերը դες ուզում քավես կյանք։ Տոշնի ոնց որ Լովչիկը Զուրաբյան որտեղ գալի բան Վանոս Իրադեղյանի մասին բանեսյան։ Կյանք Վանոս Իրադեղյանը ծնեց Նիկոլ Փաշինյանին։ Իրա սաղեք վակխանալայի սիստեման են որ դուք այտենց կոմունիստների դեմ այդ աննասունությունները որ լևոնական թվերի այդ ապուշությունը Ինքը այդ դրա ծնունդն է։ Ինքը իտո ես մի երջանիկ մանկություն չուներ, դուք եկեք вообще այն բանից արեք, սովա շուն անտեր անասուն անտեր ոչիլի պես մեռում։ Նրա մենակ մի անգամ է հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյան։ Հա, բայց իրա սաղ ուղնուցուցը ձեր սաղ թայֆի գաղափարախոսությունն է։ Ձեր Վանոն քանի ուսանող է տենց ճակերտավոր մշակելի, ո՞նց էր իրան պահում։ Ինչ կամաց էլի արա։ Դուք Բագրատյան ոչ եք հելում sense խոսում են որ sense արա Вроде սաղս այդ մի գեղեց ենք էսի շեքաթա պատմես պապի խոս ինչի կյանք Մեղք եք ուզում քավեք մարդը ձեր ստեղծած այդ հավի վիզը դրեք ոլորեք ախպեր ջան Մաշա ջան բանես ուզում ասես կյանք Բանես ուզում այսօր impeachment եմ անում կարեք չխանգարեք կարեք դուք Եվրոպայի հետ բազարի մեջ չմտնեք այնի տոգով որ կոկոլը մնա իմ մոտ վլաստ կյանք կարես ինձ գեոքաղաքական մանրադրամ չօգտագործես որպես կարես թողես ես քո թիկունքը պահեմ Թիկունք չես ուզում, կյանք հեսա գալու են հարցակվեն վրեքներդ, ասեք ուխտադրուժ կերպով նատոն հարցակվեց կշերվա առավոտվա 4-ին, բապշը չենք սպասում, ատեց ուխտադրուժ կերպով կգնա մի հատ Իրանին կխփի, որովհետև ասել ախպեր, եթե ես ԽՍՀՄ փլեցի, էս ինչ է իմ համար։ Դուք եք ասեք, ой, Трамп не хочет войны, но Европа сопротивляется, Европа его убеждает։ Կյանք, իրանք սաղ, это մի party է։ Ձեր Տրամպը եսի միշտ չէ, էլի, he's not a чудик чинка, he's not the Santa Claus, okay? He's a corrupted pedophile under certain people's rule and control. Կամ պետք է Դոնալդին հանեք այդ կանտրոլի տակից մատուշ կանտրոլի տակ մցնեք։ Կամ էլ իդիցը լեսը այսպես ասած, մի են ներվերը մի կերեք, ահա։ Այդ գեղից է լիքը մարդ, այդ գեղից այնքան հայ կա կյանք, այդ դրանց գեղից։ Այդքան ռուս դու կյանքում այդ գեղերում չեք ունենա։ Okay, ուլիքը Արաբստանի գեղերից էլ ենք, Իրանի գեղերից էլ ենք, հայերին այսյան եք քաշել, թուրք եք ուզում պաչեք, առավոտից իրիկու թուրք եք մանգալի սիրեք, արա, ձեր տղեկին տարը Բաքվում բանտ եք նստացրել, բանտ է նստացրել, չեն տալիս, Մաշա ջան, բա մի հատ ասը, մի հատ այդ մարտային աս աղջի մարտա, ինչի մեր ռուսներին Բաքվի բանտից չես հանում, աղջի մարտա կոս, Ես ինչ պետք է կարդամ ղզղնեմ, կչարյան այդ սիլիկոնների տասա թողրեն Մաշա տեսելիս այդ անան քո մասին ինչ ասում, հա? Այ միդ, լգնացեք տեսիք ինչ եք անում։ Հայվաններ։ Սաղը իրար հետ պետք է միանաք իմպիչմենտի օրակարգի շուրջ ու այդ քարոզեք, ով ձեր դուրը ծեծի բացում եք, ամերիկանացայցում, եմենացայցում, ռուսաստանացայցում, չգիտեմ ով ացայցում, բացում եք, ասում եք impeachment, thank you very much, impeachment, գալիս ասում են, անարատ մեղր կուզեք, պարոն Քոչարյան, դու ասում ես, մենակ եթե այդ մեղրը impeachment-ից է խոսքի,
Թե ինչ-որ հելնում խոսում եք սաղտար, մենակ ես եմ երեխեք, որ չեմ արդեն չեմ կարդում, եմ որ մի 2-3 նախադասություն կարդում եմ, որ սենց պրոստը այս անգամ սենց ինչ-որ երկար չի զբաղվել քաղաքականությամբ, այսպես հպանցիկ էի նայել, ասի հələ դրան ինչ ա փոխվել, որ nothing, absolutely։ Ու մի բան է, որ սենց կատղում ես, որ վրոդի լավ բան ա եղել, ուզում ես լավը զգաս, բայց nothing, ու ոչ մեկ ոչ մի բան չի ուզում անի։ Ոչ մեկ ոչ մի բան չի անում, չեն անում, հելում խոսում այդ, ապրիչում հիմա Արշակ Սրբազանին բռնել են, եկեղեցու դեմ կոնկրետ այդում ասում, անասունություն է այդում, ոչ մեկ չի խոսում։ Գիտեք ինչ ձև է խոսում, ոչ թե դուրս գան պատմեն, այդ որ սկզբում ասում է, այդ բանը կոմպլեքս ատնիշնիկայի հելնում են, ասում են, այսինչ հոգևորականին բերման են ենթարկել, այսինչ հոդվածով նրան կտանեն կալանքի։ Այդ կալանքի տանելու դատարանի վճռի օրը Սաղովեթում սելֆի են անում դատարանի դրան դեմը, էդի ցույցն է, էդի ակցիան է, այդում են տներով։ Հետո թեման մոռացվում է։ Դուք ինչ որ այդ ժողովրդին ոտքի հանելու, հանուն եկեղեցի, հավատքի, այդ որ ասում եք կաթողիկոս, դավայ մի հատ դուք պետքա կաթողիկոսի կողքին լինեք, չէ՞, կաթողիկոս ջան, դու պետքա իրենց կողքին լինես, չէ՞, դու պետքա որոշես, չէ՞, դու կողքին ես կյանք։ Ասենք էս ինչ վիճակ է։ Ինչ այս ամեն ինչից Կրիլովի առակի հոտ գալիս, ինչի է այս ամեն ինչը ոչ համոզիչ։ Հա, ու ես դրա դարտից չեմ կարող նորմալ քնեմ, ես չեմ կարող նորմալ արվեստով զբաղվել, չեմ կարող, ուզում եք ինպես մարդիկ չխոսան, հələ գործ արեք։ Նրա կասացին, որ նա այդ փաստաթուղթը դա նրա շիրմաքարն է։ Okay, երբ ա օրը գամ քարը քաշեմ բրեն, ախպեր ջան, չէ՞ դες գոնտ անասունը չպետք է գերեզման ունենա։ Քար քաշելու օրը երբ ա։ Մեր ձևով, շմերձևով, այդում ենք ընտրություններ, գնացեք։ Չգնացող են տիրում մերն էլ տղարա, ինչ ընտրություն, ով է ձեզ ձեն տալու, Եվրոպան ձեն չի տալի, Ամերիկան ձեն չի տալի, ռուսն էլ ասում է, օй, մենք դա կօգտագործենք գյուղաքաղաքական բաներում, մենք դեռ Ուկրաինայում չենք որոշել, բո вообще եթե այնտեղ կռիվ սկսի, всё, չեք կարողանալու ոչ մի բան անեք։ Իսկ կռվի բոլոր նախանշանները կան։ Եվ որ 30 տարվա մեջ առաջին անգամ Գերմանիայի նախագահը այցելում է Բրիտանիայի թագավորին ու ամբողջ արքայական ընտանիքը ձիգ զգաստ հագնում, հագնվում եւ այլն Գերմանիա, Բրիտանիա միասնականության բոլոր սիմվոլներով, ինչքան թագավոր Ալբերտից մնացած սիմվոլներ կա, սա քաշում են վրեքները, այդ ամեն ինչը Այս հələ չեմ ասում ռազմաարդյունաբերական պայմանագրերը եվրոպական բոլոր անդամ երկրների, ինդուստրիալ առաջնային 5 երկրների, որոնք նրանք ընկել են ամերիկյան ընկերությունների հետ կամ կորեացիների կամ ճապոնացիների կամ Թուրքիայի հետ կամ Իսրայելի հետ։ Որտեվ պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի։ Այդ խաղաղություն բանը, այդ մակերեսային բաները, որ դուք խոսում եք, դրանից չկա։ Ու նույն ձեր ռեակցիան է իմ ասածների հանդեպ, ոնց որ երբ որ 2018-ին կոկոլ եք պարասնում, հելնում ասում եք կոկոլը եթիմի թուլա է։ Oh my god։ Ինչա սենց ասում։ Մենք սրանք ուրիշ են, սրանք չգիտեմ ինչ, մենք հիմա հելնես եմ ասում, իրանք աշխարհով իրանք իրանց հեքիաթ, մենակ իրանց կուտան, սիրուն արևմտյան պեչատներով եսիմ ինչերով, կամ այտենց մոսկովյան որոշ դեպքում կրեմլյան, մերձ կրեմլյան, այդքան է կրեմլյան չէ։ Հետո հավաքվում են սա ու երգում են, անգութ հույներն էլ պարսիկների հետ ուսուսի տված բզկտեցին մեզ, ես չեմ կարծում, որ անգութ հույներն ու պարսիկներն են ձեզ բզկտում, դուք եք մեզ բզկտում, դեր դեբիլությամբ ու ձեր տուպոյությամբ, Արշակ Սրբազանին բերման են ենթարկել, ստատուս, այսքան ստատուս, նկար Արշակ Սրբազանի հետ, եվս մեկ նկար Արշակ Սրբազանի հետ, երեխեք ես ինչ ա կատարվում, ստատուս, okay, and, հետո, բալերագրողների շուխուրը, նրանք, նա, չգիտի Արշակ Սրբազանի մամլո ասուլիսի ժամանակ, երեխեք դուք էդ ինչ նիկոլ եք էլի ամենին հարգանքույթ, էդ ինչ նիկոլիզմա լրագրողական դաշտում տիրում, այսինքն դրանք էլ մի թայֆը առանձին ընդ է, գժվել կարելի է, իսկականից գժվել կարելի է, հա, սրտիս մեջ հավաքվածը սաղ ասեցի,
Իհարկե, մտնում, ինչքան ժամանակ եմ ես սենց։ 1.5 ժամ, как всегда։ Կոմենտներում, Telegram-ի В общем, Արշակ Սրբազանը տղա է, բայց չեն 10 կզողները ավելի լավ է օյմը ու փեշ հակնեն։ Մեկը փարաջեքի տակ բան չկա։ Անասունի բերանը նոյեմբերինից հետո լեզու դնողի, ճիշտ է։ В общем, երեխեք ջան, այս իմ սրտի եղածն է, ես չեմ կարողանում կաստում շարվար վերլուծություն խոսամ։ Ես գտնում եմ, որ դա իրավիճակին չի համապատասխանում, իմ մեջ ողբա, որովհետև ոչ միայն այս քաղբանտարկյալները, այլ իրանք ուզում են կաթողիկոսին էլ ձերբակալեն, որից հետո անցնելու են նախագահներին, հետո բոլոր քաղաքական կուսակցություններին, ովքեր ունեն հայրենասիրական օրակարգ, հետո այդ ձերբակալվածների ընտանիքներին, որովհետև դրան զուգահեռ Երևանը հեղեղվելու է թուրքամետ, բրիտանամետ, իսրայելամետ գործոններով ու բանը բանից անցած է լինելու։ То есть մենք դեռ հիմա այս պահի դրությամբ կարող ենք կանխել։ Կա այդ ռեսուրսը, impeachment-ը այդքան կա, որ կանխի։ Իրանք հիմա ի տարբերություն Մաշայի հայտարարությունների, Բագրատի, Աշոտյանի ու Զուրաբյանի հայտարարությունների ամենայն հարգանքով բոլորի հանդեպ Խնդրում եմ մի նեղացեք ինձ, ես չեմ կծում։ Ես ձեր ամենադեր սրտի քուրդն եմ, որ տենց դուք երբևէ կարայք ունենայիք, էլի։ Ես որպես քույր եմ խոսում։ Երեխեք ջան, սաղիդ բռնելու են։ Դուք չպետք է լինեք որևէ կերպ anywhere near any Armenian issue։ Ու ձեր հեզ ու խոնար սահմանադրաբար քաղաքակիրթ լինելը արևմուտքի հետ ինչ որ համբերություն ցուցաբերել ռուսական կողմի հետ, որը ուրիշ բաներով է զբաղված իսկապես եւ ուրիշ մտածելակերպ կա, դուք այդ պայմաններում մեզ որպես դեռևս մնացած Հայաստանի Հանրապետության ու դեռևս քաղաքացիների պարտքեք impeachment-ի օրակարգը իրականացնելու։ Ես ոչ թե պետք է լսեմ ինչ է անում թուրքը, ես ուզում եմ իմանամ ինչ է անում հայը, որպեսզի թուրքը հայի դեմ չանի այն ինչը որ ինքը հիմա անում է։ Իրանք գծած գնում են։ Իրանք գծած իրականացնում են, բոլոր օթերը փակում են, որպեսզի մենք չունենանք պետություն, երկիր, ինքնություն եւ եկեղեցի։ Եկեղեցու դեմ զակազը դրած է դեռևս 4-րդ դարից։ Ու սրանք այլ ժամանակներ են, սրանք նույնիսկ 15 թիվը չեն, սրանք 1796 թիվը չեն, սրանք 1600-ականների չեն, սրանք 1400-ականների չեն։ Այս դարը վաղճանաբանության տեսանկյունից լրիվ ուրիշ, այսինքն բոլոր դարերի, բոլոր պատերազմների, բոլոր համակցությունները գալու են հատվեն մի կետում։ Դա համար այդ եվրոպական էլիտան դևի գլուխներից մեկը ինքը շատ գծված ձևով, իր soft power-ով, իր ամեն ինչով առաջ է գնում։ Ռուսը կատաստրոֆիկ սխալներ գծելով ինքը իր ճակատագիրը վերարտադրում է, ինքը միևնույնը կռվում է, ինքը իր պայքարը տանում է, ինքը իր պատերազմը վարում է։ Ես ուզում եմ իմանամ դուք ինչ եք անում։ Ես ուզում եմ հոգևորականը խոսի եւ գրի, ես լսեմ Խրիմյան Հայրիկ, ես ուզում եմ քաղաքական գործիչը խոսի ելույթ ունենա, ես լսեմ, որ հրապարակում եմ հավաքվում, ինչ լոզունգի ներքո ու երբենք impeachment անում։ Այս երկու բանն է ինձ մենակ հետաքրքիր։ Մնացածը ինչ հոդվածով բռնեց ժուրնալիստները այս նախընտրական արշավում, սա այս հարցը բարձրացրեցին կամ այս շումը, որը դժողքի կամակատարներին է ծառայում։ Էականորեն կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենալու, իսկ իրանք լինելու են ահավոր դրամատիկ։ Եվ խնդիրը դրված է, հենց դավաբանական դաշտում խնդիրը դրված է հավատքը կրող հոգիների ողջ մնալու եւ որպես այդ հոգին կրող ողջերի կռիվ տանելու հանուն ճշմարտության ընդունակության մեջ։ Կռիվը կտանես ողջ ես մնալու, կռիվը չես տանելու, միևնույն է վերջում լինելու է այն, ինչ Աստված էր ծրագրել
քո պարտքն է արժանի լինել ողջ լինելու այդ օրը, այդ ժամանակները տեսնելու, այդ ժամանակների վկա դառնալու։ Որպես ազգ, որպես պետություն։ Այն ինչ որ տեղի ունենում մեր դեմ, չիստый воды սատանիզմ է, վաղուց ծրագրավորված եւ գրված, որ պետք է սպասարկի հակաքրիստոսի շահերին եւ պետք է նրան գահակալի Երուսաղեմում եւ մինչ այդ պետք է կորսված լինեն թե Արցախը թե Կոստանդինուպոլիսը, որպեսի հանկարծ արևելյան քրիստոնեության հավատքի բանակը ճշմարտության սուրը չբարձրացնի հակաքրիստոսի դեմ, ինչպես որ ասվում է բոլոր թե իսլամական եւ թե քրիստոնեական մարգարեություններում։ Եվ այդ պայքարի բանալի ազգը եկեղեցին մենք ենք։ Հային ոչնչացնում են, որովհետև քրիստոնյա է, եթե չկա քրիստոնյան, ողջ մարդը իր հոգում կրող հավատքը, այդ հավատքի համար պայքարելու ընդունակությունը եւ ուժը, ուրեմն չկա այն եկեղեցին, որի մարմինն է այդ ժողովուրդը։ Եթե չկա եկեղեցին, ուրեմն կա հակաքրիստոսի հավիտենական կառավարումը այս մոլորակում, որտեղ իրեն Աստված տվել է 40 օր ժամանակ։ Որտեղ այն բանին ու այն բանինը 40 օր է։ Տիեզերական 40 օրվա հաշվարկ։ Ու ասել է, եթե չես վախենա անկախ ցանկացած որակի հանգամանքներից, կասես այն, ինչը որ ճշմարտություն է, կբարձրաձայնես, ուրեմն ես քեզ կտամ պայքարի այդ սուրը։ Եթե կլռես ու կհարմարվես, ու կփորձես խաղալ աշխարհիկ իշխանության օրվա թելադրած կանոններով, դու ոչ միայն ինքդ կորուստ կկրես, այլ բոլոր նրանք, ովքեր քո հետևից են եկել, քեզ հետ միասին եւ դեռ ավելին կորուստ կկրան։ Մրցում կլինի, ով է ավելի շատ կորուստ կրում, առաջնորդող կույրը, թե առաջնորդող կույրի հետևից գնացող կույրերը։ Որտեւ այդ էներգիայի փոխանցումը բազմապատկում է նշանակում, բազմապատկվում է եւ մեկը մյուսին ոչնչացնում են, իրականում ամբողջ նման ցեղասպանությունը նախ եւ առաջ ամենից առաջ ինքն է ոչնչացում է։ Սա է իմ այսօրվա, в общем, դարտու ցավս այսօրվա էսեր։ Եթե ցանկանում եք Telegram-ով ինչ-որ բան ասել, ես մեծ սիրով այդ կմիացնեմ բարձրախոսը եւ այլնը, եթե չէ, եթե ինչ-որ գտնում եք ամեն ինչ այսպես ասված է, եւ այլն։ Հա, Թագուհի ջան, խնդրեմ, մի վարքյան միացնեմ։ Okay, միացրեցի, բայց բարձր պետք է խոսեք եւ մյուսներն էլ ով ցանկանում է ձեռք բարձրացրեք, ես ընթացքում կմիացնեմ բարձրախոսերը, խնդրեմ։ Թագուհի ջան, բարձր պետք է խոսես, որ ձայնագրվի։ Ուրեմն հարև բոլորին, այս հիմարը, որ այս փաստաթուղթը իբրե մեզ կասեց, դա բավարարի, դավաճանակը Թագուհի ջան, բարձրախոսը մի քիչ լավ էր, նոր, մի քիչ հեռու եք տանում, ձայնը գնում է, շատ դժվար է լսվում։ Ուրեմն այս դավաճանական փաստաթուղթերը, որ ինքն ներկայացնել է, դա բավարարի իրան ձեռբակալել հենց նիստերի ժամանակ։ Հա, բայց ոչ միայն բավարարա ու ոչ միայն այս փաստաթուղթերը, այլ թեկուզ այդ հայտարարությունը, որ ինքը կաթողիկոսի հասցեին արեց, բայց դրա համար պետքա ամբողջ ընդդիմադիր դաշտը միասին փողոցը հավաքի բերի եւ իմպիչմենտի գործընթաց անի։ Հիմքերը առավել քան կան ու շատ վաղուց հիմքեր կան, բայց այսօրվանն էլ որ տենց ինքը երեկվանից որ տենց թղթեր այն ինչ-որ տվել ու քաղաքական ուժերը մեկնաբանում են, ոմանք էլ ինքնահաստատվում են, դա փաստացի ոչ մի բան մեզ չի տալիս։ Իրանց ինչ-որ ելույթները, խոսքերը մեզ ոչ մի բան չեն տալիս։
չեմ հասկանում էլի, ասենք եթե իրանք ինչ որ տենց քաղաքական պոլեմիկայի դաշտի իրենց կոմֆորտի զոնայում մնալով վստահ եմ, որ իրանք ինչ որ բան արեցին, մեր համար դա ոչ մի բան է։ Ես գտնում եմ, որ այդ հայտարարությունները հարիր չեն իրավիճակին։ Իրավիճակը շատ ավելի վատն է ու այլ մեթոդներ է պահանջում։ Հաստորեն այժմ դիսֆունկցիայի ասում հաստատող տարներկայացում, որը անուր բաղամիջվայրը Դավակյան անգամը Դավակյանցան հաստատող է ու դիսֆունկցիա, որտեղ ոչ մի գործողություն դրական չի կատարվում, դա անօրինականություն ու անպատժում են բոլոր անձերը։ Ինչ պետք է լինի, ուրեմն ընդդիմություն կոչվածները ասում համաձայնվել են այդ որոշ հանրապետության հետ, որ դու բացատրեցիք էլ Իրան, հա, Թուրքի տակ են լինելու, այդքան բան։ Նույն վիճակում են հայտնվելու, ինչպես որ Արցախի էլիտան, նույն վիճակում, նույն գծած բանը իրականացնում են հիմա Հայաստանի հետ, Հայաստանի մասշտաբով։ Էտա։ Դուք համահեղինակ եք, եթե ոչ հեղինակ եք, ապա համահեղինակ եք այդ փաստաթղթերից ու այդ ամեն ինչը փաստ է դառնում, ժամանակակից է փաստ է դառնում, կապիկությունները հաղթեր եք տալիս, հաղթեր եք տալի կապիկին կարելի է հաղթալ, Ուրեմն դել ես կապիկ։ Հա։ Ես չգիտեմ։ Ես շատ լավ գրիֆիրովնի կապիկ ես ուզեմ, դուք լավ էլ իրար հասկանում եք կապիկության մեզնից։ Էզի չեք ուզում մեզնից։ Ես չգիտեմ ինչ համբերություն պետք է ունենալ, որ ես նայել ու չգժվել։ Ես թեմել նայելուց եմ կանյան։ Որոնք ձայներ են լույսում տողտող, ես թախնում եմ չեմ կարմիսեմ։ Ես չեմ հավատում, որ շատ ատազում է անները, ես չեմ հավատում։ Այս ուղեղը կեսը հավատում է, ես կեսը չի կարում հավատալ, չի կարում։ Ընտրում ես հաստեղ դավաճա, համան թանուց դավաճանի կամ հաստեղ Անգործությունը, հա, նույնքան հանցավոր է, որքան այդ տխմարի արածը։ Ես հիմա անգործություն եմ տեսնում, ներվերի վրա էսա ազգում է։ Ջղայնանում եմ, էլի։ Ոչ թե որ Աննո ջան, ներվերը խնայի բան։ Ներվերը խնայա դրած вообще-то։ Բայց այն որ ազգային ողբերգություն է ու պետքա դրան հարիր реакция տալ։ Скажите, пожалуйста, кто-нибудь из Москвы видно ли или слышно? Իչե կասում ներվերը պետք է խնայել, ես դա ասողների դուք պատկերացնում եք ներվերը հիմա խնայենք, ներվերը հետո կխնայենք, մեկը այն պետք չի լինելու։ Կամ ներվ խնայելը ինչ է, ասենք եկել են քեզ մորթում են, հողը տանում են, դու բանը, քեզ էլ մորթեցին, բայց գլավնա ներվերը տեղներ էլի, դու տենց չես հոգնել առանձնապես խելոք։ Եթե դու չպետք է լինես, ներվերը տրված են դա համար, որ ներվայնանան, չէ՞։ Ներվայնանան, այդ ներվայնությունը նաև բան է, իմպուլս է, չէ՞։ Նորը տենց մի հատ բան կարդացի, Թագուհի ջան, կներեք, որ ընդհատում եմ, այս թեմայի մեջ է։ Հին Հռոմում բժիշկները հետաքրքիր հետազոտություն էին արել եւ տեսել էին ու սկսել են արդեն ռեկոմենդացիա տալ պացիենտներին իրանք նկատել են որ դե երբ որ իրանք առանց ցավազրկման են այդ ժամանակներում անում չէ ինչ որ վիրահատական գործողություններ տեսել են որ այն մարդիկ ովքեր ցավից գոռում են ցավին համապատասխան էլի ցավի աստիճանին համապատասխանող ձայն են հանում գոռում են վերբալիզացնում են իրենք ավելի շուտ են ապաքինվում քան նրանք, ովքեր նույն վիրահատական գործողությանը ենթարկվելիս ձայն չէին հանում, այսպես ինչ-որ sense լռում էին, հետո ապաքինվելու ընթացքում էլ ցավերի ժամանակ ձայն չէին հանում,
իրենց մոտ ասում ապակինման process-ը շատ ավելի երկար էր տևում, քան ցավին համապատասխան ռեակցիա տվողների։ So, ես ուզում եմ մարդկանց ասեմ, այս սաղ ամեն ինչը ձեր հետ կատարվում է, որովհետև ձեր կարծիքով դուք ձեր ներվերն եք պահում, իսկ ոմանց դեպքում ավելի վատ, դուք ասում եք, որ դուք տուն էիք պահում, ու Արցախը հանձնվեց, դուք տուն էիք պահում, ու սրբազանները հայտնվեցին բանտերում, դուք տուն էիք պահում, ու մյուս պայքարողները հայտնվեցին բանտերում, դուք տուն էիք պահում, դրա համար գնում եք ընտրությունների, դուք տուն եք պահում։ Ներվերն եք, էլի ձեր ներվերը պահում եք, հանկարծ բան չի լինի։ Այսպես։ Դատն որ դու ներնում ես։ Ոնց կգայթի մասնուց կստուգում են բանում անում, այդ ներվերն է, դուք եք մասի մեջ, դուք խփում են, դա անջատվածություն է։ Առաջինը ռեակցիա է ներվային համակարգը։ Որ ռեակցիա չի պատկերանում, ես էլ ուրախ եմ, որ ես գայնանում եմ։ Մասկա ասեն անջատվեց, չի կարելի ռեակցիա իրականությանը։ Ես մի քանի օր առաջ նստած ինքնից որ ինչքան է իրադարձություններ հեղանում եք, այսքան ավելի հավալի է, օրինակ գանձակարն են անում նկարներով, ու ես ընդհանուր եղել եմ։ Ու այս չի եղել որ հիմա քո դունդեր ես ավելի ստացում եմ դեմ կարագնամ դեր։ Որ տակ-տակը չես հասկանում, որ անցնում է ժամանակ, հիմա ես հավոտ, հիմա եմ ես հասկանում, թե հենց ինչ խոսել Արցախը։ Հիմա, ինչքան կգնա, այդքան ավելի վատ է լինելու։ Այս կազմություն շատ հավոտ է լինելու։ Ինչքան մեկ պահի ինչ-որ բաներ արաբաններ, այդ հայտը մեկ երազով կգա, կարծես կնստես կհանգստանաս ֆիզիկական աշխատանքից հետո, մեկ ինչ գայսած մտնումա հանդիշ չի տալի։ Իսկ հանդիշի տալը լավ է, հələ որ հանդիշի տալը, մի բան է, մի բան լինի, Այնքան չեն կարել, այնքան եք դուք մեզ մարել մեզ հասնները, որ մենք ասում անջարությունից էլի բաներ ենք անում, բայց ոնց է հավաստով խոդի վրա ոնց ասեմ։ Իսկ ինչ կասեմ ժողովուրդ, կարելի է աննաջան բացի եմ, թե խոսում։ Չէ, ցավը տանեմ կներես, ես էլ չեմ ուզում ընդհատեմ։ Ուրեմն դավնից բացրացում մի հատ երկ կա ես նավոր նուխտավոր տենց է կոչվում Ondaq ընդդեմ ասեցի եթե չլինի չնայեցի լինելու ոչ Կոնստանտինոպոլից ոչ Երուսաղեմ դե դա նոպոլիսները Երուսաղեմից տենց է կապ կա վերջում երկում են էջմիածի ու հետո երկրորդ կուպլետը Երուսաղեմ հականից տողերը կդինեն հասկանում եք, այո, այդ կապը հիշեք, որ դա քրիստոնյա աշխարհի կապն է ու այս ամեն ինչը, որ կատարվում է, ոչ թե մենակ մեր մասշտաբով պետքանան կամ ողջ քրիստոնեական աշխարհի մասշտաբով է պետք նայել ու լուծումներն այդ մասշտաբի մեջ է լինելու արդեն դες ամեն Миваркян. Спасибо. Եթե ուզում եք հարցեր տալ, հիմնքվանից ձեռք բարձրացրեք։ С нашим народом происходит процесс непризнания. Никто не верит, что все закончится, потому что всегда внушали про принца на белом коне, который спасет страну. Поэтому тревога поднимается только тогда, когда враг будет у ворот, а будет поздно. Ցավոք սրտի Սոնա ջան, իսկ գեոքաղաքականությունը գիտություն է այն մասին, որ թշնամուն կանգնեցնել մինչև քո դրանը հասնելը
կատարյալ աշխարհում մինչև քո առհասարակ սահմանին հասնելը։ Ու դրանով զբաղված էր Հայաստանը մինչև 2018 թվականը, հետո որոշներ արեցին իրանց թավիշը, հիմա անդիմադիր են խաղում եւ այլն եւ այլն։ Anyway, շատ շնորհակալ եմ, որ եկաք այսօր աշխատանքային օրով։ Ես չեմ ուզում շատ լայվեր անել, որովհետեւ ես փողոցային պայքար եմ ուզում, կրկնվել չեմ ուզում, բայց այսինքն քար լռություն կապած չնդիմության պայմաններում, որոնք քար լռությունը դա ոչ թե ստուդիաներում խոսալն է, այլ հենց փողոց դուրս գալն է, պայքարելն է, ու ոչ թե դատարանների դռների առջև ակցիաներ անելը, կամ Սպուտնիկ Արմենիայում ձեր ասածների գրվելը։ Ձեր ասածները, եթե հմեկից չեն հնչում, պետական առաջին ալիքից, ու մենք չենք տեսնում հայեցի դեմքեր, որպես իշխանություն, յա ասեք, յա չասեք, յա գրեք, յա խոսակ, այդ ամեն ինչը Թուրքի օրակարգի մեջ սահմանափակված ինչ-որ ապուշություն է, որի տակ ձեր լայքահավաք բիտվաները իրար հետ ողբերգական են ուղղակի, էլի, այդ տխուր է, ոբշմ, սենց, մերսի, բարի գիշեր, ես հեսա կդնեմ YouTube-ում, լայվը, կայչիկ։